Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Այսօրվա իմ զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է, առաջարկում եմ ձեզ բաժանորդագրվել նրա Telegram-յան ալիքին եւ հետեւել նրան նաեւ Patreon-ում։ Շնորհակալ եմ պարոն Բադալյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Բադալյան, տևական ժամանակ է արդեն ավելի քան 3 ամիս Սյունիքում կրակոցներ են, ահա այս գիշեր էլ ժամը 23:00-ի ուղղությամբ Խոզնավար համայնքի ուղղությամբ է կրակոցներ եղել։ Բնակիչները ոչ միայն մահի մեջ են, սարսափի մեջ են, նույնիսկ չեն կարողանում արոտավայր տանել անասուններին, հա, նորմալ հանգիստ ապրել։ Իշխանությունները դրան որևէ արձագանք տեսնում եք ըստ էության չեն տալիս, նույնիսկ ներքին խոսակցություններ կան, որ հրամայված է ընդհանրապես որևէ պատասխան կրակոց չբացել, այն դեպքում նաև, երբ որ որոշ բնակիչների տներ վնասներ էին կրել դրանից։ Այս ընթացքում իշխանությունները Հայաստանի փաստորեն քննարկում են սրա նրա անկողինը, հա, կարելի է ասել, եպիսկոպոսների, կաթողիկոսի անկողնային հարցեր են քննարկում, կուսակրոնության հարցեր են քննարկում, մինչ այդ Նիկոլ Փաշինյանի կինն էր հայհոյանքներով, հա, գրեհիկ բառապաշար օգտագործելով քաղաքացիներին, հասարակական հանրային որոշ գործիչների գրառումներին պատասխանում, այնուհետև դրան նորից միացավ Նիկոլ Փաշինյանը եւ բավական կոպիտ, չասեմ ղեկավարին ոչ վայել բառապաշարով։ Փորձենք հասկանալ, ինչ են փորձում անել։ Մարտահրավերները շատ են եւ արտաքին, նույնիսկ իմ զրուցակիցներից մեկը վերջերս Վարդան Խաչատրյան ասաց, այլևս մարտահրավեր ասելը սխալ է, սպառնալիքներ են մեր գլխին կախված, բայց Հայաստանի իշխանությունները ինչ որ անկողնային հարցեր են քննարկում։ Սա որքանով է նորմալ, adekvat, ինչ խնդիր են փորձում լուծել։ Նայած ինչ տեսանկյունից կդիտարկենք adekvat եւ նորմալ ասելով, այո, եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, սա բացարձակապես չի կարող նորմալ համարվել, ընդ որում մեղմ բնորոշմամբ նորմալ չի կարող համարվել, բայց նաեւ քանի որ լուծվող խնդիրը ըստ իս նվազագույնը նախընտրական է, այսինքն լուծել իշխանությունը պահելու հարցը, մենք տեսնում ենք ճակերտավոր, եթե ասենք, ընդդիմադիր Փաշինյանի դրսևորումներն, այսինքն տարերքը, այն տարերքը, որում իրեն Նիկոլ Փաշինյանն առավելագույնս էֆեկտիվ է զգում քաղաքականության մեջ, շատ լավ պատկերացնելով, որ իր էլեկտորատը իրենից ոչ այնքան պետական գործին բնորոշ վարք է սպասում եւ սպառում, որքան հենց այդ ընդդիմադիր Փաշինյանին է սպառում։ Եվ քանի որ հիմա, ինչպես նշեցի, իշխանության խնդիրը, այսպես նվազագույն տեսաների ապագայի համար կարևոր խնդիրներից մեկն է, իհարկե շատ ավելի լայն արդեն արտաքին անվտանգային եւ այլ խնդիրների օրակարգերի համատեքստում, ապա Նիկոլ Փաշինյանը արդեն մտնում է հենց իր տարերքի մեջ եւ դա նշանակում է տարբեր ուղղություններով սրել հակադրություններ, որովհետեւ հենց այդ ռեժիմում է, որ ինքը կարող է լավագույնս ինքնադրսևորվել իր էլեկտորատի համար։ Սա է տեղի ունենում իմ գնահատմամբ, իհարկե սրան զուգահեռ նաեւ ծավալվում են շատ ավելի լայն եւ խորքային գործընթացներ, եթե խոսենք հենց եկեղեցու դեմ սկսած այդ նախաձեռնության կամ բառի բուն իմաստով գրոհի տեսանկյունից, այդ խորքային գործընթացները իհարկե թերևս պայմանավորված են արդեն աշխարհակարգային process-ներով, որտեղ բաժանարար գծերի այդ վերափոխումները, ազդեցության գոտիների վերափոխումները եւ այլն, բնականաբար ներառելու են նաեւ կրոնական տիրույթը, դավանաքաղաքական բաղադրիչները եւ ըստ իս նաեւ հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալվող գործընթացները պայմանավորված են հենց դրանով։ Ընդհուպ նաեւ այն վարքագիծը, որ վերջին օրերին մենք տեսանք նաև ադրբեջանական կողմում, Կովկասի մուսուլմանների առաջնորդ այդ Փաշազադեն, նաև ընդհանրապես Ադրբեջանի քաղաքականությունը եւ վարքագիծը ուղղված հայկական քրիստոնեական ժառանգությանը, որը պետական վանդալիզմ է գործնականում աշխարհի փաստացի լոյալ վերաբերմունքի պայմաններում։ Այս ամենը տեղավորվում է արդեն այդ աշխարհակարգային համատեքստում, եթե ավելի լայն շրջանակը դիտարկենք։ Տեսեք, այսինքն իրենք այս ռոպեական հարց են լուծում, ընդդիմություն ընդդիմություն են խաղում իրենք են իշխանություն։ Եթե որևէ մեկին մեղադրում է Աննա Հակոբյանը օրինակ մանկապղծության մեջ, դա ուզում է լինի եկեղեցական, ուզում է լինի լրագրող, ուզում է լինի պետական պաշտոնյա, ուզում է լինի ով ուզում է լինի, նա քրեական պատասխանատվության չէ, պետք է ենթարկվի։ Եթե ունեք փաստեր, ինչու՞ չեք տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկում, այլ սկանդալ եք հասունացնում մեր եկեղեցուն հարվածելու համար։ Նպատակը ո՞րն է։ Մոտիվները ես նշեցի, նպատակը, նվազագույն նպատակը, դա ընտրական process-ն է։ Ընդ որում շատ բարդ ընտրական process է սպասում, որովհետև շատ ցածր է իշխանության վարկանիշը,
նվազագույնը ցածր է այն իմաստով, որ չափազանց ծանր է լինելու 50+1% հավաքելը։ Իսկ խորհրդարանական մոդելի պայմաններում հենց դա է անհրաժեշտ իշխանությունը պահելու համար, հաստատուն պահելու համար։ Եվ այս ծանր իրավիճակը բնականաբար ստիպելու է առավել այսպես ինտենսիվ փնտրտուք, թե ինչ ռեժիմ, որ ռեժիմն է, որ առավելագույնս կմոբիլիզացնի էլեկտորատը, այն էլեկտորատը, որ կա։ Իսկ այդ էլեկտորատը, ինչպես նշեցի, սպառում է հենց այդ վարքագիծը։ Այնտեղ մեծ հաշվով պահանջարկ չկա պետական վարքագծի։ Այդ էլեկտորատը դեռ շարունակում է մնալ, եթե պայմանական ասենք 2018-ի կռվի մեջ։ Կռիվ նախկին համակարգի դեմ եւ այդ համակարգին որևէ կերպ օբյեկտիվ թե սուբյեկտիվ առումներով ասոցացվող ցանկացած այլ ինստիտուտի տվյալ դեպքում եկեղեցին մենք գիտենք, որ մեղմ ասած ասոցացվել է տարիներ շարունակ այդ համակարգին, ընդ որում պետք է նկատել, որ այդ ասոցիացիան իհարկե բացարձակապես անհիմն չէ եւ այստեղ նաեւ խնդրի մեկ այլ հակառակ կողմ է, ինչի մասին ես խոսել եմ այս օրերի, այսինքն գրառումներով անդրադարձել եմ այս օրերին, բայց այդ կռիվը, դեմ կռիվը, սա է, նախկիններ 3 այսպես ուղղություն կարող ենք դիտարկել, որոնք նախընտրական տրամաբանությամբ լինելու են սպառվող եւ օգտագործվելու են այդ առումով։ Նախկիններ քաղաքական իմաստով, նախկին համակարգի մաս եկեղեցին եւ Ռուսաստանի հանգամանքը այդ ինքնիշխանության, անկախության եւ այլնի համատեքստում։ Այս 3 ուղղություններով է լինելու հիմնական կռիվը։ Մենք արդեն տեսնում ենք ձևակերպումը եւ ձևավորումը այդ ուղղությունների եւ որքան մոտենա ընտրական process-ը, կարծում եմ, այստեղ մենք ավելի ինտենսիվացում կտեսնենք։ Պարոն Բադալյան, վեր կանգնենք նույնիսկ ասենք անձերից, փորձենք այլ կողմից նայել հարցին։ Իրան ունենք մեզ հարևան, որտեղ կրոնը եւ հոգեվոր առաջնորդը տեսնում եք ինչ կարեւոր դերակատարում ունի եւ ինչ կարեւոր տեղում է գտնվում, եւ Իրանի հասարակությունը ինչպես է վերաբերվում իր հոգեվոր առաջնորդին։ Ունենք Վրաստանի օրինակը, մենք ունենք եւ մշտապես նաեւ այդ թվում Վրաստանի հոգեվոր առաջնորդը երկրի կարևոր ճակատագրական պահերին իր դերակատարումն է ունեցել, այդ թվում համախմբելու իմաստով հասարակությանը, հա, այդ սրացումների ժամանակ, ներքաղաքական այդ թվում մարտահրավերների ժամանակ Վրաստանի հոգեվոր առաջնորդը կարողացել է համախմբել նույնիսկ Վարդերի հեղափոխության ժամանակ, հիշում եք, այսինքն նրանց վերաբերմունքն է այդ կրոնի ինստիտուտին ինչպիսին է։ Վերցնենք Ադրբեջանը, նույն Ադրբեջանում, վերցնենք Ռուսաստանում, որևէ նույնիսկ տարածաշրջանում, նույնիսկ Մերձավոր Արևելք հատվածում նայենք, թե դա ինչ կարևորություն ունի։ Հետևաբար, երբ որ կաթողիկոսի վերանանք անձերը, վերանանք, որովհետև բազմիցս շատերն են խոսել նույն Հռոմի պապերի դեպքում ինչ սկանդալներ են, չէ՞ եղել, այդ թվում մանկապղծության սկանդալներ եւ այլն, հազար ու մի բաներ, դեպքեր են, չէ՞ եղել, կամ ինչ հանցանքների մեջ էին մեղադրում Հռոմի պապերին տարբեր ժամանակներում։ Նույնիսկ այդ դեպքում, հա, ինստիտուտը ինչ կարևոր դեր ունի։ Ինչպես են ընկալելու, որ Հայաստանի պես մի պետության մեջ, որը քրիստոնեությունը առաջին ընդունած պետությունն է, հա, վերանանք անձերը, ընդհանրապես դերակատարներին մոռանանք, որպես քրիստոնեությունը առաջին ընդունած պետություն, որպես այս տարածաշրջանում քրիստոնյա պետություն եւ որի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, հա, կաթողիկոսի դեմ, այդ ինստիտուտի եկեղեցու դեմ նման արշավ է սկսել։ Սա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում, թե ընկալումների առումով, թե նույն այդ երկրների վերաբերմունքի առումով, վերաբերմունք, որը հետևություններ է ենթադրելու, թե մեր համար տարածաշրջանային այս պայքարի մեջ։ Եթե խոսենք Հայաստանի հանդեպ վերաբերմունքի իմաստով, ես կարծում եմ, որևէ մեկին գործնականում չի հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես կվարվի հայ առաքելական եկեղեցու հետ։ Եվ հակառակը նույնիսկ կարող է հետաքրքրել այլ իմաստով, ինչպես նշեցի, դավանաքաղաքական բաղադրիչը, կրոնական բաղադրիչը եւս ենթակա է լինելու այդ մեծ վերափոխումներին, վերաբաժանումներին, ազդեցության գոտիներին եւ այլն։ Այդ իմաստով հայ առաքելական եկեղեցին բացառիկ կառույց է իր խորությամբ, պատմական հետագծային այդ խորությամբ, եւ եթե այդ մրցակիցը պայմանական ասած, արժեքային, գաղափարաբանական, դավանական եւ այլն, այդ մրցակիցը դուրս գա ներքին քաղաքական process-ների հետևանքով դուրս գա այդ մրցունակության ռեժիմից, դա ես կարծում եմ արտաքին միջավայրում ոչ միայն խնդիր են դիտելու, այլ դիտելու են հնարավորություն։
Եվ ըստ այդմ այդ տեսանկյունից կարծում եմ որևէ մեկին առանձնապես չի էլ հետաքրքրում։ Եթե ընդհանրապես խոսում ենք երկրի հանդեպ վերաբերմունքը, ապա նույնիսկ եկեղեցու հետ այս process-ների բացակայության պայմաններում մենք ցավոք սրտի այսօր հասել ենք մի վիճակի, որ ամենևին այսպես երկրի հանդեպ վերաբերմունքի կռվաններ ցավոք սրտի չունենք։ Եվ այստեղ եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը ընդհանրապես մի հերթական, մի մեծ, բայց հերթական կաթիլ է, որովհետև համարենք, որ այս խնդիրը չկար, եւ ինչ մեր հանդեպ վերաբերմունքի ինչ լուրջ կռվաններ ենք մենք ապահովում այս շրջանում։ Գործնականում ոչինչ, ցավոք սրտի։ Եվ հետեւաբար այդ իմաստով ես կարծում եմ, այս խնդիրը բացառապես մեր ներքին խնդիրն է, մեր հասարակության խնդիրն է։ Եվ եթե նույնիսկ խոսում ենք եկեղեցու հեղինակության մասին, ապա հասարակություն եկեղեցի առողջ եւ արդյունավետ կոմունիկացիայի պայմաններում Նիկոլ Փաշինյանի օրինակ այս նախաձեռնությունները բացարձակապես ի վիճակի չեն լինի հարվածել եկեղեցու հեղինակությանը։ Եվ այս տեսանկյունից պետք է գնալ հենց խորքը, խնդիրների խորքը, ինչն է օգտագործվում, ինչն է փորձ արվում օգտագործել, հասարակական ինչ տրամադրությունների վրա խաղալ, ինչպես է հասունացել այս իրավիճակը։ Ես ուզում եմ հիշեցնել 2018 թվականին այդ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում կա, որը իրենց ստեղծածն էր։ Բավական ցինիկ, հանդուգն Ցավոք որոշ հոգեորականներ էլ նույնիսկ լկտի դրվագներ նույնիսկ եղան այդ ընթացքում, այո, եւ կաթողիկոսի հանդեպ ինչ որ բաներ եղան։ Այո, այստեղ շատ կարևոր է հասկանալ եւ արձանագրել, որ եթե խնդիրներ կան, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն ըստ նախատեսված կարգի եւ ոչ թե ըստ ինչ որ անհարկի միջամտությունների, ընդ որում լկտի եւ այլ ձևերով առավել եւս։ Եվ պետք է հասկանանք, որ կաթողիկոսը ասոցացվում է ինստիտուտի հետ եւ այո, այս երկու ասոցիացիան կա անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերում կաթողիկոս անձին։ Հետեւաբար պետք է նաեւ առաջնային լինի այդ ինստիտուտի հանդեպ վերաբերմունքը։ Ես այդ շրջանում մի քանի անգամ հոդված եմ հրապարակել, որ սա պատեհություն է փոխել հասարակություն եկեղեցի փոխհարաբերությունը, վերափոխել այդ հարաբերությունը, բերել իսկապես առողջացման մի լուրջ դաշտ եւ օգտագործել այդ էներգիան, որը կուտակվում էր ինչից։ Կաթողիկոսը երբ հայտնվեց հարվածի տակ այդ շարժման, սա հասարակության ներսում որոշակի բացասական արձագանք առաջացրեց այդ process-ի հանդեպ։ Այդ հիշում եք Սարդարապատում փակեցին ճանապարհը, դա ավելի ուշ էր իհարկե, ես 2018-ի մասին այդ շարժման մասին եմ խոսում, այո, եւ հասարակության այդ բացասական արձագանքը որոշակիորեն ծածկեց այն տարբեր վերաբերմունքները, հակասական գնահատականները եւ այլն, որ կային եկեղեցու հանդեպ եւ կաթողիկոսի հանդեպ 18-ից առաջի, այսպես ասենք, ժամանակաշրջանի համար։ Եվ դա հնարավորություն էր այդ էներգիան վերափոխել արդեն պոզիտիվ ինչ-որ process-ի հասարակության հետ նոր երկխոսություն սկսելու համար, նոր որակի ժամանակին համահունչ գնահատելու համար այն process-ները, որ տեղի են ունենում կամ կարող էին տեղի ունենալ։ Ես կարծում եմ սա ցավոք սրտի չարվեց, այս խնդիրը անտեսվեց, այս խնդիրը անտեսվել էր մինչև 2018-ը եւ 18-ին եւս անտեսվեց։ Բայց դա ինչ գործն է Փաշինյանի։ Դա Փաշինյանի գործը չէ, դա խնդիր է, որը ստեղծում է Հայաստանի հայ առաքելական եկեղեցուն հարվածների նախադրյալներ։ Այսօր այդ հարվածողը Փաշինյանն է, վաղը հարվածը կարող է լինել այլ կերպ։ Հետեւաբար մենք եթե կենտրոնանում ենք հարվածողի վրա, մենք կարող ենք չհասցնել հարվածողների հետևից։ Մենք պետք է կենտրոնանանք խնդրի պատճառների վրա, հասկանանք ինչն են օգտագործում հարվածի հարթակ ձևավորելու համար։ Ինչ որ մեկի ասենք անկողնային հարցերը։ Չէ, այդ հարցերը մեջտեղ են վերում օգտագործելով հասարակության գլուխներում եղած ինչ որ վերաբերմունքներ։ Այդ հարցերը կարող են նույնիսկ մեջտեղ բերել ինչ որ առարկայական ապացույցների ձևով, բայց եթե հասարակության գլուխներում այլ վերաբերմունքներ կան, այդ ամենը չի աշխատի այնպես, ինչպես աշխատում է կամ կարող է մոտեցել են դրանից հետո եկեղեցուն եւ նույնիսկ պատարակներին ավելի շատ են մասնակցում հիմա պետք է օգտագործել այս իրավիճակը պետք է օգտագործել այդ խորքային երկխոսությունը սկսելու համար։ Որտեղ հասկանում են նաեւ որ Փաշինյանը դա ինքնուրույն չի անում, դա այլ կենտրոններից կողմից տրված ծրագրերի հետևանքով է։ Գլոբալ խնդիր, գլոբալ նպատակ եւ այն լայն համատեքստը ինչի մասին ես խոսեցի, այդտեղ հարվածողը կփոխվի, բայց հարվածները շարունակելու են լինել, առավել եւս այսօրվա հիբրիդային աշխարհում։ Պարոն Վադարյան, ինքներդ հիշեցրեցիք, 18-ից մինչև հիմա այդ ծրագիրը փորձում են իրագործել։ Եկեղեցին մնացել է այն վերջին ինստիտուտը, որը չեն կարողացել ջարդել։
ըստ էության, հա, եւ այս հարվածները, այս նպատակները այնպեսի տպավորություն է, որ գործը ավարտին հասցնելու կարևոր կոմպոնենտ է։ Այս ամբողջ, հա, 7 տարվա հեղափոխություն կոչվածի այս ամեն ինչի, որտեղ ամեն ինչը քանդեցին ըստ էության։ Տեսեք, ոլորտային նույնիսկ գյուղատնտեսությունը քանդեցին, ավիրեցին, նախարարությունը ոչնչացրեցին հենց միանգամից։ Էներգետիկան, որ այսօր ամենակարևոր ոլորտներից մեկն է, չէ, աշխարհում։ Հայաստանում փակեցին էներգետիկայի նախարարությունը եւ տեսնում եք, հա, հարցերը ինչ տարերային կերպով են, հա, այսպես ասած, չլուծվում նույնիսկ, ասենց ասենք, որտեղ որևէ հարց ըստ էության չի լուծվում։ Վերցնենք Սփյուռքի նախարարությունը, որովհետեւ այստեղ շատ կարևոր է Սփյուռքը եկեղեցու դեպքում, որովհետեւ հիշում եք Էրդողանի եւ Ալիևի մեսիջները Սփյուռքի վերաբերյալ, ինչ հանձնարարականներ էր, այսպես ասած, իջեցնում Հայաստանի ղեկավարությանը, իսկ եկեղեցին ամենակարևոր դերակատարումն ունի Սփյուռքում։ Զարե Սինանյանին բերեցին, պարակտեցին Սփյուռքը եւ հիմա սրա շարունակությունը չէ, այս եկեղեցու դեմ հարձակումները, որպեսզի ցիկլը ավարտին հասցնեն, ծրագիրը ավարտին հասցնեն։ Բոլոր շերտերը կան, անկասկած այդ շերտերը կան իհարկե, եւ դրա համար եմ նշում, որ եթե մենք փորձենք առաջնորդվել առանձին շերտերը դիտարկելով, մենք գուցե չկարողանանք անգամ հասցնել այդ ամեն ինչի հետևից։ Եվ դարձյալ գալիս եմ այն մտքին, որ հետևաբար առավել եւս սուղ ռեսուրսների պայմաններում մենք պետք է փորձենք որպես հասարակություն եւ նաեւ եկեղեցին որպես կարեւորագույն ողնաշարային ինստիտուտ մեր թե պետական, թե ազգային կյանքի համար ըստ էության։ Մենք պետք է փորձենք հակազդեցությունը եւ այս ամեն ինչի դեմ պայքարը կառուցել հենց այդ խորքից, այսինքն նախ երկխոսությամբ հասարակություն եւ եկեղեցի եւ այդ երկխոսության միջոցով արդեն իսկապես թե մարտավարական, թե ռազմավարական անելիքները մշակելով։ Այստեղ ամբողջ խնդիրը հենց այն է, որ եկեղեցին ինքը օբյեկտիվորեն դանդաղաշարժ կառույց է։ Նա այլ կերպ չի էլ կարող լինել։ Որևէ երկրում։ Ցանկացած պարագայում իհարկե։ Եվ այս պարագայում դրա համար էլ առավել թանկ է, երբ բաց է թողնվում ժամանակ, եւ հիմա շատ կարեւոր է բաց չթողնել ժամանակ նաեւ հիմա։ Մենք տեսնում ենք արձագանքները հռչակագրային, այսպես կոչերի, անգամ մարտակոչերի եւ այլ մակարդակով։ Նկատի ունեք հոգեվոր ժողովի, հակառակը այդ ժողովի հայտարարությունը բավական համարժեք եմ գնահատում իրավիճակին ըստ էության, հարակից աջակցության արձագանքները նկատի ունեմ։ Այստեղ էմոցիոնալ բավական բարձր ֆոն կա իհարկե, եւ չեմ էլ կասկածում անկեղծությանը, անշուշտ շատ առնվազն մեծ մասը թերևս այդ ամեն ինչը ասում եւ անում են անկեղծորեն աջակցելով եկեղեցուն։ Բայց պետք է հասկանանք, որ այդ ֆոնով չէ անելիքը եւ այդ ֆոնը չէ անելիքը։ Անելիքը շատ խորն է եւ պետք է իսկապես շատ սառը եւ համապարփակ գնահատական իրավիճակի ու մշակումներ ինչպես ենք աշխատում, թե տակտիկական, թե ռազմավարական մակարդակում։ Այդ տեսանկյունից նաև եթե քանի որ անդրադարձանք Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, բավական համարժեք էր իր հանդարտության մեջ եւ տեսնում ենք, որ եւ նաև չներքաշվեցին այս ցածրակարգ բաներին չտրվեցին։ Այո, այդ բաց արճակատումը չկար եւ դա իհարկե ողջունելի է, որովհետեւ մեծ հաշվով այդ հուզականության վրա կառուցված արճակատումը դա որևէ կերպ չէր բերելու օգտակար ինչ-որ հեռանկարի, հակառակը այն տրամաբանությամբ գրոհը, որ նախաձեռնվել է, անկասկած հաշվարկված է հենց այդ հուզական արճակատման վրա, այսինքն այս կողմի գրոհը ուժեղանալու է մյուս կողմից համարժեք այդ սիմետրիկ արձագանքի պարագայում։ Դե դրա համար էլ 1990 Փաշինյանը հերթական հիստերիկ գրառում արեց, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի արդյոք Գարեգին բն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն, այսինքն իրան հուզող միակ բանը դրվագս է, ինձ չի հուզում որևէ հոգեորական երեխա ունի թե չունի, ընդհանրապես ում հետ է քնում, արթնանում, դա իմ խնդրեմը չի որպես քաղաքացի, ինձ չի էլ մտահոգում անկեղծ։ Դուք Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը չեք։ Ես նշեցի, որ այդ ամբողջը կառուցվում է առաջին հերթին իրենց էլեկտորատի վրա աշխատանքով, իսկ իրենց էլեկտորատին դա հուզում է, որովհետև շատ ավելի խորքային ընկալումներ կան։ Բամբասանքով սնվող էլեկտորատը նա էլ է ուզում իմանալ, չէ՞, օրինակ Փաշինյանը իր տունը ինչպես է ձեռք բերել, ում ինչ շանտաժ է արել, ով ում հետ է քնել, ով ինչ սեռական պատկանելություն ունի։ Եթե խոսում ենք կոնկրետ էլեկտորատից, իհարկե այդ ուղղությամբ բամբասանքները դա Փաշինյանի էլեկտորատը չէ։ Դա հակառակ ինչ-որ էլեկտորատ է։ Բայց այստեղ հենց գանք օրինակ այդ վերած օրինակի վրա հետեւյալ տրամաբանությանը, երբ համարժեք ձևով գնում է
դիմակայություն այն մակարդակի վրա, որը մենք օրինակ համարում ենք պետականությանը ոչ հարիր, այդտեղ շահողը լինում է արդեն Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը խաղադրույք է կատարում հենց այդ մակարդակով գործընթացի վրա։ Որպեսզի քեզ ներքաշի դրա մեջ։ Եվ եթե դու պայքարում ես իր դեմ այդ նույն մակարդակով, դու խթանում ես ընդամենը իր հաշվարկները, արդարացնում ես իր հաշվարկները, դու ընդլայնում ես այն դաշտը, որտեղ ինքը, ինչպես նշեցի, իրեն զգում է տարերքի մեջ, այսինքն դա լավագույն դաշտն է իր դրսևորման համար քաղաքականության մեջ, ճակերտավոր ասած, ընդդիմադիր Փաշինյանը։ Եվ սրա համար եմ նաև նշում, որ եթե մենք ուզում ենք որպես հասարակություն գնալ իսկապես իրավիճակի խորքային փոփոխության, մենք հենց պետք է կարողանանք այդ հարցերի խորքը նայել եւ հասկանալ, թե այդ խորքում ինչ անելիքներ ունենք, որպեսզի իրավիճակը փոխենք։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բազմաթիվ հարցեր կան, ընդ որում մինչև 18-ն էլ մենք հարցեր ենք ուղղել եւ հոգեորականներին, եւ եկեղեցուն որպես ինստիտուտ, եւ տարբեր ատյաններին, գերատեսչություններին, ինչպես չէ, բոլորին հարցեր ենք ուղղել։ Բայց գիտեք, դա նման է ինչին, պարոն Բադալյան, երբ որ տունը սվառվելուց լինի, Աստված մի արասցե, ես այդ պահին ոչ թե մտածեմ հանգցնեմ ու արագ աղետը կանխեմ, որքան մտածեմ, երբ որ կառուցեմ, էլեկտրալարերը այսպես եմ անցկացնելու, այս եմ անելու, այս եմ անելու։ Բայց պետք է մտածել քո ձեռքին ջուր է թե դիզվառելիք, որովհետև եթե կրակը փորձում ես հանգցնել դիզվառելիքով, դա ավելի բորբոքելու է կրակը։ Իհարկե, պարոն Բադալյան, ինչպես դուք նշեցիք, հոգևոր գերագույն խորհուրդը տվյալ դեպքում ջրով էր հանգցնում, փորձում էր, որովհետև փորձում էր պետական ինստիտուտները եկեղեցին չներքաշել այս մանր ճղճի, հա, այս Փաշինյանի կողմից նետված խաղերի մեջ։ Գնահատում եմ, որ բավական համարժեք էր եւ իր հանդարտության մեջ, ընդհանուր տրամաբանության համատեքստում եւ ասիմետրիկ էր այդ խուզականությունը։ Այսինքն միտված չէր կամ տրամաբանված չէր այն խաղի շրջանակում, որ փորձ է արվում թելադրել այս դեպքում եկեղեցուն, որովհետև եթե լայն իմաստով նայենք ինչ է տեղի ունենում դարձյալ այդ նախընտրական տրամաբանության մեջ, հարվածի տակ դնելով եկեղեցուն, փաստացի Նիկոլ Փաշինյանը մնացյալ քաղաքական բոլոր խմբերին եւ այսպես ուժերին մղեց դեպի եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի, շատ լավ պատկերացնելով, որ եկեղեցին մեծ հաշվով այդպես կենսունակ քաղաքական խաղացող չէ, եւ եթե մտնի այդ քաղաքական խաղի մեջ ուղիղ իմաստով, այդտեղ որևէ մեկը չի կարող շահել։ Հետևաբար դարձյալ գամ են մտքին, որ եկեղեցու այս դիրքորոշումը հայտարարությունը բավական համարժեք էր, պարզապես պետք է դա դարձնել արդեն համարժեք եւ ավելի խորը աշխատանքի սկիզբ եւ սկսել իսկապես նոր տրամաբանությամբ աշխատանք հասարակության հետ, մանավանդ որ դա պահանջելու է ժամանակ։ Պահանջելու է ժամանակ եւ նաեւ այստեղ մի կարեւոր հարց էլ կա, ես տեսնում եմ քաղաքական ուժերը, քաղաքական տարբեր խմբեր փորձում են հիմա եկեղեցու վրա դնել այդ այսպես երկակի իմաստով, այսինքն պաշտպանության իմաստով, բայց դնել քաղաքական ինչ-որ մեծ առաքելություն, գուցե սա շատ գայթակղիչ է հնչում, շատ գեղեցիկ է հնչում եւ այլն, բայց սրանով եկեղեցին ինչպես էր Գևորգ Կաթողիկոսը, հա, Սարդարապատի ժամանակ եւ ոչ միայն Գևորգ Կաթողիկոսը, այլ հոգեվորականներ եւս։ Ես իհարկե լավ չեմ տիրապետում 18-ի իրադարձություններին եւ ընդհանրապես բավական վերապահումով եմ մոտենում այսօրը, չգիտեմ, 100 տարի առաջվա հետ համեմատելով, որովհետեւ ամենափոքր մանրուքները անգամ ուժերի ամենափոքր հարաբերակցությունը, արտաքին միջավայրի ամենափոքր տարբերությունը կարող է շատ մեծ շեղումներ տալ։ Ես գուցե սխալվում եմ իմ գնահատմամբ, բայց ես չեմ համեմատում այդ իրավիճակները 18 թիվը, Սարդարապատ եւ այլն եւ հիմա։ Եվ դրա համար համարում եմ, որ եթե մենք փորձում ենք եկեղեցու վրա այսօրվա վիճակով դնել այդ քաղաքական առաջնորդության բեռը, մենք եկեղեցու վրա ավելի մեծ ծանրություն ենք դնում, որը ոչ մի էֆեկտիվ հեռանկար չի ունենալու։ Ստացվում է մի վիճակ, երբ քաղաքական ուժերը եւ միավորները իրենց ոչ էֆեկտիվությունը փորձում են բարթել եկեղեցու վրա։ Եվ սրանից ընդհանրապես ստացվելու է այն, որ պատասխանատվություն է մնալու եկեղեցու վրա, իրավիճակը ավելի է բարթանալու, այդ բաժանարար գծերը, չգիտեմ, կոնտրաստը ավելի է խորանալու եւ այդ ճամբարի կամ խրամատի, չգիտեմ, վերևում հայտնվելու է ընդհանրապես եկեղեցին։ Սրանից ինչ էֆեկտիվ հեռանկար է ստացվելու, ես որևէ կերպ չեմ կարող։ Դե նա նույնն է, որ հիմա շատերը, այդ թվում իշխանական առանձին գործիչներ եւ իշխանամերձ շրջանակներ եկեղեցուն ասում են, այ եկեղեցին է վատ աշխատում, որ աղանդները շատացել են, ոչ, աղանդները այդպես չեն շատանում։ Աղանդներին, երբ որ դռները բացում ես իրենց առաջ եւ իրենց լայն գործիքակազմ ես տալիս, հա, լայն իրավունքներ, այդ ժամանակ են շատանում։ Դա այո, եկեղեցին հոգեորականները իրենց անելիքն ունեն, բայց աղանդների
դռները գուցե պետք է այո, գուցե պետք է փակել օրինակ հա, գուցե պետք է փակել որոշներինը, որովհետև ասենք աղանդներ կան այստեղ ներկայացված, որոնք քաղաքական հարցերի մեջ են միջամտում քաղաքական ոչ միայն, հա, օրենքների փոփոխություններ են պահանջում։ Մենք հիմա ընդհանրապես տեսնում ենք այդ ամեն ինչը։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, թե ինչ մեկնակետով եղավ այս ամենը։ Օրինակ, այդ Facebook-յան արշավը Փաշինյանը սկսեց, չգիտեմ, ինչ աղանդներին ինչ մեծ տեղ էր տալիս, աղանդավորների էջեր էր քարոզում։ Հենց այս բռնկումը սկսեց այն ժամանակ, երբ Հայաստանում էր կրոնական ազատությունների ալյանսի հետ համանախագահը, որը հանդիպել էր վարչապետ Փաշինյանին, նաև Հայաստանում էր մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, որը Հայաստանում իհարկե նաև մայրաթոռ էր այցելել, շատ ողջունելի է, նաև գնահատել էր քրիստոնեական ժառանգությունը, որ կա Սուրբ Էջմիածնում եւ այլն, բայց նաև Հայաստանում հանդիպել էր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, սա էլ հասկանալի է, հիմա հանդիպում են, բայց այդ խոսակցությունները ծավալվել Հայաստանում կրոնական ազատությունների մասին։ Այն դեպքում ես չեմ կարծում, որ Հայաստանում կրոնական ազատությունների խնդիր կա։ Հայաստանում կրոնական խտրականություն եւ այլն այսպիսի դրսեւորումներ չկան եւ ինչու է այս թեման բերվում, ինչու է այս թեման քննարկվում, ինչ հեռանկարներով է այս թեման քննարկվում։ Կարևոր մի դրվագ հիշեցնեմ, այդ ֆորումը, որ միջազգային անում էին կոնֆերանսը, դրա շրջանակում էին, չէ, նաև հրավիրել այդ միջազգային կրոնական ազատությունների գաղափարաժողովի համանախագահին Սեմ Բրաունբեքին, հա, որի հրավերով էլ Վաշինգտոնում Փաշինյանը մասնակցել էր միջազգային կրոնական ազատության գաղափարաժողովին եւ ազգային աղոթքի նախաճաշին, որտեղ այդ հա Եհովականներ կյանքի խոսքեր, չգիտեմ, տարբեր աղանդների ներկայացուցիչներ էին ներկայացված։ Այս Երևանյան կոնֆերանսին կրոնական ազատությունների թեմային քննարկում հայ առաքելական եկեղեցուց որևէ մեկը հրավիրված չէր, բայց փոխարենը կային աղանդների ներկայացուցիչներ, այսինքն իրենց կարևոր իրենց միջոցառումներին հրավիրում են։ Իդեպ հիշենք, որ երբ որ մայր տաճարը վերաօծվում էր եւ վերանորոգումից հետո վերաօծվեց, այդ արարողությունները եղան, շատերը ասում են ինչու պետք է չէ Փաշինյանն հենց հրավիրեին, բայց վեհապարը եւ եկեղեցին հրավիրեցին, չէ՞, դա արեցին, որովհետև չգնացին նույնիսկ այն կարծիքներին։ Ես այդ առնչությամբ արտահայտվել եմ եւ շատ ողջունելի է դա անկախ նրանից թե սրում են, այսինքն ստացվում է, որ պատվեր է իջած, խնդիր է դրված, որպեսզի փոփոխություն անեն։ Հա, օրինակ ասենք մի ԿՊ-ական կամ չգիտեմ, ես իհարկե չեմ կարող ասել ուղիղ ինչ որ պատվեր կա թե չկա, բայց ես դրա համար նշեցի, որ կա ակնհայտորեն այդ աշխարհաքաղաքական միջավայրը եւ քանի որ նվազագույնը, քանի որ Նիկոլ Փաշինյանը նաեւ այդ իշխանության խնդիրը լուծելու համար ունի կարիք ոչ միայն աշխատել ներսում իր էլեկտորատի հետ, այլ նաև ունենալ որոշակի արտաքին լոյալության միջավայր, բնականաբար արձագանքելու է այդ տրենդներին, այսպես ասած, միջազգային տրենդներին։ Իսկ մենք տեսնում ենք, որ օրինակ Միացյալ Նահանգների նախագահի ընտրության հարցում կրոնական այդ սեգմենտը չափազանց մեծ դեր է խաղացել Թրամփի ընտրության հարցում։ Եվ հասկանալի է, որ այդ սեգմենտը նաև Թրամփի աշխարհաքաղաքականության հարցում է էական դեր խաղալու։ Եվ այստեղ ես կարծում եմ կա նաև ձգտում տեղավորվել է տրենդերի մեջ։ Ի վերջո նշեցի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարն էր եկել Հայաստան, փոխտեղակալը պետքարտուղարի ավելի ճիշտ։ Նաև այդ ազգային աղոթքի նախաճաշը եւ կրոնական ալյանսի գագաթնաժողովը դրանք հենց Թրամփի նախաձեռնությունն են, այսինքն նախաճաշը չէ իհարկե, նա տասնամյակներ կա, բայց այդ կրոնական ալյանսը ձևավորեց Թրամփը իր դեռ առաջին նախագահության շրջանում։ Եվ մեծ հաշվով դրանք աշխարհաքաղաքականության գործիքներ են։ Ես կարծում եմ Փաշինյանը բնականաբար փորձում է այդ տրենդի մեջ լինել, այսպես ասած։ Ինչ անել, ասենք նույն Թրամփը ինքը կարևորում է կրոնը, քրիստոնեությունը, կարևորում է կրոնը, բայց ոչ հայ առաքելական եկեղեցին։ Ոչ, նաև հայ առաքելական եկեղեցին, բայց երբ որ նա Արամ կաթողիկոսին, Արամ կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ չէ, Արամ կաթողիկոսը, այստեղ կա շատ մեծ շփոթություն։ Մենք ամբողջ Հայաստանով այսպես ոգևորվեցինք, որ Թրամփը խոսել է Արամ կաթողիկոսի հետ, Արցախի անուն է տվել եւ այլն։ Արամ կաթողիկոսը Թրամփին հետաքրքրել էր երկու առումով։ Սփյուռք, Լիբանան, որը առանցքային երկիր է Մերձավոր Արևելքում կոնֆիգուրացիայի տեսանկյունից, եւ համաշխարհային եկեղեցիների խորհուրդ, որի նախագահն է Արամ կաթողիկոսը մինչեւ 2027 թվականը, եթե չեմ սխալվում։ Այդ համաշխարհային եկեղեցիների խորհուրդը, որի այո անդամ է նաեւ հայ առաքելական եկեղեցին, միավորում է մոտ 400 միլիոնանոց այսպես քրիստոնյա համայնքներ ներկայացնող մի քանի տասնյակ եկեղեցիներ։
Եվ մտածել, որ Թրամփին հետաքրքիր է հայ առաքելական եկեղեցին, ես կարծում եմ սա ինքնախաբեություն է։ Թրամփին հետաքրքիր է այն կրոնական նարատիվը, որը իր ամերիկյան քաղաքական դիրքավորման հիմքերից է։ Եվ այդ նարատիվը առաջ մղել է եւ պատահական չէ, որ նշում եմ այդ կրոնական ալյանսի գագաթնաժողովի համանախագահի այցը Հայաստան, Միացյալ Նահանգների այդ փոխտեղակալի պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, նրանք ոչ են եկել հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանից պաշտպանելու։ Հայ առաքելական եկեղեցին նրանց ինչի համար է հետաքրքիր։ Ես մի դրվագ հիշեցնեմ, ամերիկահայ պետդեպին մոտ կանգնած գործիչներից մեկը հարցազրույց էր տալիս ամիսներ առաջ 168 ժամին եւ անդրադառնում էր Վենսի հետ Փաշինյանի այդ խայտարակա այդ 5 րոպեանոց հանդիպման, այն որ անձեռոցիկի տուփի հետ նկարվել էին եւ այլն, չգիտեմ ում հեռախոսով հիմա քարտուղարու, ավակարի թե Լիլիթ Մակունցի, չգիտեմ։ Եվ այդ կինը շատ հետաքրքիր բան ասաց, ես զարմանում եմ, ասեց, եւ ստեղ ասեց ամերիկյան կառույցների տարակուսանք դե առաջացնում, թե Նիկոլ Փաշինյանը եթե ուզում էր Թրամփի հետ հանդիպեր, ինչու շրջանցեց հայ առաքելական եկեղեցին, որի միջոցով կարող էր անմիջապես նաեւ հանդիպում ստանալ, այսինքն նա գնաց այդ ալյանսին, այդ նախաճաշին կրոնական ազատությունների հետ, ընդ որում շատ հետաքրքիր համեմատություն տարան Ուկրաինայի հետ, ասեց ուկրաինացիներն էլ էին այդ նախաճաշին գնացել այդ աղանդավորական կազմակերպությունների հետ շփվելու, իրենց թվում էր ինչ որ մի բան կստանան, հա, եւ ավելին ասեց, ամերիկյան կառավարությունը չի կարող հարգել այն գործիչներին, որոնք շրջանցում են սեփական երկրում այդ հայ առաքելական եկեղեցու ինստիտուտը, որը կարևոր է Սփյուռքի համար նաեւ, հա, ամերիկյան քաղաքականության տեսանկյունից էր ասում, Սփյուռքյան կառույցները, թեմերը, հա, իրենց հոտերով եւ այլն։ Սա կարևոր էր։ Այդ կնոջ հանդեպ ամենայն հարգանքով այդուհանդերձ չեմ կիսում այդ տեսակետը, չեմ կարծում, որ Թրամփին առանձնապես հետաքրքիր է, թե ինչ հարաբերություն ունի Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետ։ Քրիստինե Արաքելյանն էր ասում, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը խոշոր հաշվով ամենայն դեպս իր դիրքավորման համատեքստում կրոնի դեմ չի պայքարում, պայքարում է անձի եւ ինստիտուտի վերնախավի դեմ, առնվազն այն ձևակերպումների համատեքստում, որ մենք տեսնում ենք։ Եվ կարծում եմ, այստեղ մենք գուցե եկեղեցու պաշտպանության տրամաբանության փորձում ենք ցանկալին դիտարկել իրականությունը։ Այսինքն ինչ պետք է թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը հասնի իր նպատակին, կաթողիկոս փոխի, ես խոսում եմ Թրամփի վերաբերմունքի մասին։ Թրամփի վերաբերմունքը ինչպես կարող է ձևավորվել, ինչ հիման վրա եւ այլն։ Եվ ըստ այդմ չեմ կարծում, թե նրան հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիրներ ունի առաքելական եկեղեցու ղեկավարության հետ։ Եվ ինչպես նշեցի սկզբից, ամենևին բացառված չէ, որ կարող է նույնիսկ հակառակը հետաքրքրել, որովհետև այսօր աշխարհում խնդրեմ կա ավելորդ մրցակիցներ չունենալ, այսինքն որևէ մեկը որևէ դաշտում, որևէ տիրույթում չի ուզում ունենալ ավելորդ մրցակիցներ։ Եվ հայ առաքելական եկեղեցին ծանրակշիռ դերակատարում ունի ոչ միայն հայ ժողովրդի կյանքում, հայ առաքելական եկեղեցին ծանրակշիռ դերակատարում ունի ընդհանրապես դավանաքաղաքական պատմության առումով։ Թրամփի տեսանկյունից նայենք, Սփյուռքում կարևոր է, չէ՞, թե մեր հայ առաքելական եկեղեցի որպես կառույց, հա, հայկական համայնքը Սփյուռքը զուտ քաղաքական դիտարկումներով ենք նայում, հա, Թրամփին ինչ է պետք, էլեկտորալ իմաստով կամ իրեն մակիրների իմաստով, պետք է, չէ՞ դա։ Այսինքն նրանն էլ Թրամփ չլինի որևէ մեկը, հա, ինչ որ Ջոն լինի։ Բնականաբար ընդհակառակը, իսկ սա Սփյուռքում զայրույթ է առաջացնում, դիմադրություն է առաջացնում, որովհետև Սփյուռքը հասկանում է, այսպես նաև իրենց դեմ է ուղղվում։ Հեռախոսազրույց ունենալ Արամ Առաջինի հետ, մի հանդիպում ունենալ կամ մի զրույց ունենալ ամերիկյան թեմերից որևէ մեկի ղեկավարի հետ եւ իր համար այդ էլեկտորալ հարցը լուծել։ Առանձնապես ինքը կարիք չունի զբաղվել հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ։ Այսինքն ընդհանրապես դե տարածաշրջանում Հայաստանը ընդհանրապես վաղուց Թրամփին չի հետաքրում, Միացյալ Նահանգներին եւ այլ աշխարհակարգ։ Հայաստանը հետաքրքրում է, չի հետաքրքրում, թե Հայաստանում քաղաքական իշխանությունը առանձնապես չի հետաքրքրում իմ գնահատմամբ, թե Հայաստանում քաղաքական իշխանությունը ինչ խնդիրներ ունի հոգեվոր իշխանության հետ։ Հայաստանը իհարկե հետաքրքրում է, որովհետև նվազագույնը դե յուրե որոշում կայացնող երկիր է, իսկ այստեղ ռեգիոնը առանցքային ռեգիոն է տարբեր իմաստներով եւ բնականաբար Հայաստանը չի կարող չհետաքրքրել։
թեկուզ երկրորդական իմաստով, բայց չի կարող չհետաքրքրել։ Ես խոսում եմ ընդամենը այն մասին, որ մենք չպետք է պատրանք ունենանք, որ Միացյալ Նահանգների նախագահը մեծ տեղ է տալիս կրոնին եւ մեծ հետաքրքրություն է ցուցաբերելու, թե Հայաստանի վարչապետը ինչ խնդիրներ է փորձում լուծել հայ առաքելական եկեղեցու ղեկավարության հետ, ելնելով իր քաղաքական առաջնահերթություններից եւ քաղաքական անելիքներից։ Չէ, դրա մասին չէ խոսքը։ Ես դրա համար խոսեցի Սփյուռքի հետ կապված հարցերում։ Սփյուռքի առումով ես նշեցի Թրամփը ընդամենը կարող է թեմերի ղեկավարների հետ այնպես չի, որ բոլոր հարցերը կարող է օրինակ Արամ կաթողիկոսին զանգելով լուծել, որտեղ դա այդպես չի։ Կարիք էլ չունի Թրամփը։ Մենք այդպես մի քիչ շատ ենք չափազանցնում հայկական Սփյուռքի դերը Միացյալ Նահանգների այդ էլեկտորալ տիրույթում։ Այդ էլ պետք է չչափազանցացնենք։ Այսինքն այնտեղ առավել եւս Միացյալ Նահանգների քաղաքական իշխանությունը ունի Սփյուռքի հետ հաղորդակցության, հայկական Սփյուռքի հետ հաղորդակցության բազմաթիվ այլ խողովակներ, քան միայն հայ առաքելական եկեղեցին։ Արամ կաթողիկոսը մինչ այս պահը դեռ չի արձագանքել։ Եվ շատ հետաքրքիր է լռությունը։ Շատ տարօրինակ է այս լռությունը, չէ՞։ Սոցիալական ցանցերում պատտվում է 24 թվականի նրա մի տեսանյութ, որով դարձյալ անդրադարձել էր այս իշխանությունների կողմից Էջմիածնի կաթողիկոսի նկատմամբ հարձակումներին, Սարդարապատում տեղի ունեցածին եւ այլն, բայց այս պահին դեռևս որևէ արձագանք չկա։ Ես հիշում եմ 18 թվականից հետո, այդ հեղափոխություն կոչվածից հետո 19 թվականին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչ Հակոբյանը գնացել էին վեհապարի հետ հանդիպելու Լիբանանում եւ ըստ օդում կախված լուրերի կամ ԶԼՄ-ների մամուլի հրապարակումների նրանք փորձել էին համոզել վեհապարին Արամ կաթողիկոսին, որպեսզի Գարեգին II-ին գցեն իշխանությունից, վերցնեն իշխանությունը եւ բերեն Արամ կաթողիկոսին, Արամ I-ին Հայաստանում կաթողիկոս կարգեն։ Հուսամ, որ այս դեպքում եկեղեցին միասնական կլինի հարցում եւ այս ծրագիրը չեն փորձի նորից կյանքի կոչել։ Դե իհարկե պետք է հուսալ միասնականությունը, բայց նաև չեմ ուզում շատ ծավալվենք այս թեմայով մրցակցության իմաստով, բայց նաև չմոռանանք, որ երկու ինստիտուցիոնալ կառույցներ են, բացի իրենց արժեքային, գաղափարական, դավանական այդ ամեն ինչով, նաև ինստիտուտներ են, իրենց ֆինանսական, տնտեսական եւ այլ հետաքրքրություններով, օբյեկտիվ նաև։ Եվ այդ ինստիտուտների միջև ցանկացած պարագայում կա մրցակցություն, հատկապես բավական նուրբ շերտեր կան եւ այստեղ հիմա կարծում եմ հիմա ժամանակը չէ ծավալվել այդ տեսանկյունից, բայց նաեւ այս հանգամանքները կան, այս շերտերը կան, սրանք մշտապես գոյություն են ունեցել, տասնամյակներ գոյություն են ունեցել, եթե չասենք ավելի երկար, եւ իհարկե այստեղ հենց նաեւ սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ այս process-ի տակ իսկապես շատ նուրբ շերտեր կան, կապված հենց նույն Մերձավոր Արևելքի հետ, այնտեղ մենք տեսնում ենք ռեգիոնը վերափոխվում է Մերձավոր Արևելքը։ Միացյալ Նահանգները լրջորեն զբաղված է այդ հարցով։ Ես նախորդին կարդում եմ Սիրիայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչի խոսքը, որը նաև Թուրքիայում դեսպանն է Միացյալ Նահանգների, եւ շատ հետաքրքիր մի բան է ասում, որ Արևմուտքը տարիներ շարունակ պատկերացրել է, որ ինքը կարող է Արևելքում Արևելքը կազմակերպել այդ ռեգիոնալ մեխանիզմները, ճարտարապետությունը եւ այլն, եւ սխալվել է, Արևելքը ինքը կարող է գտնել այդ ճանապարհները եւ հիմա Միացյալ Նահանգները գործնականով զբաղված է դրանով։ Շաբաթներ առաջ շատ քիչ ուշադրության արժանացավ այդ հանգամանքը, Թրամփը իսկապես պատմական այց կատարեց, ինքը նաև բնորոշեց իր այցը պատմական։ Եվ դա պարզապես բնորոշում չէր, դա պատմական իսկապես այց էր, առնվազն դատելով բովանդակությունից, որովհետև այնտեղ $1 տրիլիոն ներդրումային համաձայնագրեր կնքեց Թրամփը։ Այո, նույնիսկ լրագրողները հարց էին տվել, ասել էր ինչի մասն եք խոսում, տեսեք քանի տրիլիոնի, 5 տրիլիոնի մասին էր ինքը խոսել։ Գործարք եմ կնքել։ Սա փոխում է թե ռեգիոնը, թե ընդհանուր կարող է փոխել Միացյալ Նահանգների ներսում քաղաքական հարաբերակցությունը, որովհետև մենք գիտենք եւ դա գաղտնիք չէ, որ նահանգներում քաղաքականությունը զգալիորեն կառուցվում է նաեւ փողի, այսպես ասած, բաժանարար գծերով։ Եվ եթե արաբական կապիտալը այդ հսկա ներկայությամբ կարող է ներթափանցել Միացյալ Նահանգներ, սա մենք հասկանում ենք, թե այնտեղ հրեական կապիտալի դիրքերի հետ ինչ առնչություններ կարող է ունենալ, մրցակցային ինչ բաժանարար գծեր։ Եվ այդ Թրամփի այցի մեկնարկին Նաթանյահուի նաեւ շատ էական մի հայտարարություն, որ Իսրայելի համար գուցե ժամանակն է հրաժարվել Միացյալ Նահանգների անվտանգության այդ անվտանգային աջակցությունից։ Այսինքն իսկապես Մերձավոր Արևելքը ենթարկվելու է խորքային փոփոխության։ Մենք դա տեսնում ենք հիմա այդ process-ը։ Նաև Ռուբիոյի հայտարարությունը, հա,
որ վիզային ռեժիմը խստացվելու է բոլոր նրանց համար եւ վերանայվելու է, ովքեր Իսրայելի նկատմամբ որևէ անհարիր խոսք։ Դե բնական է Իսրայելի համար մի խնդիր ստեղծելով, այսպես ասենք, մեկ այլ ձևով պետք է փորձեն Իսրայելին նաեւ շոյել։ Այդ ամերիկա-իսրայելյան հարաբերության տրանսֆորմացիան բնական է դա չի լինելու փափուկ, չի լինելու կոշտ միանգամից եւ այլն։ Դա շատ փափուկ եւ սահուն գործընթաց է լինելու եւ Իսրայելը տեսնում է այդ վտանգները։ Իսրայելը զգում է այդ վտանգները։ Երբ ձևավորվում է նոր ուժային բալանս ռեգիոնում, Իսրայելը կորցնելու է իր այդ նշանակությունը Միացյալ Նահանգների համար։ Իր այն նշանակությունը, որ կար եւ որի վրա հիմնվում էր ամերիկա-իսրայելյան նախկին հարաբերությունը կամ դեռևս ոչ նախկին։ Եվ այս իմաստով իհարկե հայ առաքելական եկեղեցին, նաև Մերձավոր Արևելյան այդ քրիստոնեական ներկայության կարևոր մաս է, գուցե փոքր, բայց առանցքային ֆունդամենտալ, որովհետև միջազգայինորեն ճանաչված նաև մաս է։ Եւ այս տեսանկյունից պետք է նաև դիտարկենք այս process-ները այդ համատեքստով։ Լավ, ինչ պետք է անենք, թույլ տանք, որ Փաշինյանը այսպես խորացնի ու Էջմիածնից բան պահանջի, ասեք քանի զավակ ունի, ինչու եւ այլն։ Այսինքն պետք է թույլ տանք, որ ինքը ինչ որ կաթողիկոս փոխի, ինքը ով է որ կաթողիկոս։ Իհարկե չպետք է թույլ տանք, բայց պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք թույլ չտալ։ Ես դրա համար նշեցի, ինչպես պետք է կանխենք այս ամենը։ Դե ես համարում եմ, դա գուցե այսպես նորաձև կարծիք չէ, բայց ես համարում եմ, որ այդ ճակատային դիմակայությունը դա հենց այն է, ինչ հաշվարկում է հենց ինքը Փաշինյանը, այսինքն ես նշեցի բազմիցս, որ այդտեղ է ինքը առավելագույնը ուժեղ։ Եվ հետեւաբար մենք պետք է մտածենք որպես հասարակություն եւ եկեղեցին որպես ինստիտուտ ասիմետրիկ տրամաբանությամբ պայքարի մասին, եթե կարող ենք այսպես ասել, իսկ այդտեղ ես առանցքայինը դիտարկում եմ դարձյալ նշեմ, եկեղեցի հասարակություն փոխհարաբերությունը, այստեղ կան խնդիրներ եւ համարել, որ այստեղ խնդիրներ չկան, եւ միակ խնդիրը դա Փաշինյանի այս քաղաքականությունն է, ես կարծում եմ դա բավական գայթակղիչ ինքնախապեյություն է։ Խնդիրներ եղել են կան եւ ցավոք սրտի խնդիրները ժամանակի ընթացքում խորանում եւ այսպիսի արդեն ինչպես օրինակ հիշատակեցիք Վարդան Խաչատրյանի խոսքը մարտահրավերից սպառնալիքի են վերածվում, որովհետեւ ժամանակին այդ խնդիրները անտեսվել են եւ մատնվել են անուշադրության։ Չէ, միայն այդ իմաստով չէր նա ասում, Չէ, ես բնորոշում մարտահրավերները որ կան հիմա մեր շուրջ եւ մեր ներսում, երկրի ներսում դրանք ասում է արդեն սպառնալիք են։ Չէ, ես զուտ բնորոշումը նկատի ունեի, ոչ թե սա վերջին ինստիտուտն է մեր ինքնության, հա, որին արդեն մոտեցել են իրենց այդ ոտքերով, այսպես ասած։ Դե մենք ժամանակին բաց ենք թողել այս ինքնության, այս ինստիտուտը առավելագույնս ամուր պահելու հնարավորությունը։ Եվ այո եւ ոչ, մինչեւ հիմա Վատիկանը ներսում եղած խնդիրներն է քննարկում։ Դե մենք չպետք է համեմատենք Վատիկանը եւ հայ առաքելական եկեղեցին, Վատիկանի մասշտաբը եւ հզորությունը մեր եկեղեցու ռեսուրսների հետ համեմատելի չէ։ Բայց մենք էլ մեր որպես ցանց, հա, աշխարհով մեկ։ Իդեպ շատ հետաքրքիր մի բան ասաց նաեւ Վարդան Խաչատրյանը եւ շատ ճիշտ ձևակերպում է, որ հայ առաքելական եկեղեցին Հայաստանից մեծ է։ Հա, իր ցանցերով ամբողջ աշխարհում աշխարհասփյուր, հա, հավատացյալներով, դա իհարկե հասկանալի է, բայց եթե օրինակ համեմատենք, այսինքն ստացվում է, որ այդ ինստիտուտը դրա համար են ասում, որ սա նաև ուղղված է սփյուռքի դեմ, այս ինչ որ տեղի մեր մասշտաբով իհարկե ինստիտուտը ահռելի է, բայց եթե համեմատում ենք հենց նույն մարտահրավերների կամ սպառնալիքների հետ, այդ սպառնալիքների ծավալի հետ մեր եկեղեցին եւ Վատիկանի այս հարաբերակցությունը բացարձակ այլ բան համեմատելի չէ։ նկատի ունեմ։ Իրենք էլ մինչեւ հիմա ունեն խնդիրներ իրենց ներսում որևէ եկեղեցի, ինչի Իրանում չկա, հա, կրոնը խնդիրներ չունի կամ հոգեվորականությունը։ Մենք ունենք տուն, որը ունի հիմքերի ամրության, չգիտեմ, ընդհանրապես կառույցի ամրության եւ այլ խնդիրներ։ Եվ մենք համարում ենք, որ դե մեծ սպառնալիք չի լինի այս տանը։ Մենք անտեսում ենք այդ մանր խնդիրները, երբ մանր խնդիրներն անտեսում ենք եւ հանկարծ տեղի ունենում մի մեծ ցնցում, մենք այդ ժամանակ արդեն սկսում ենք մտածել մեծ ցնցման մասին եւ ցնցումից պաշտպանվելու մասին, բայց մոռանալ, որ այդ ամեն ինչը կուտակվել է հենց մանր խնդիրներն անտեսելու հետևանքով, ես կարծում եմ դա ամենևին արդյունավետ հակազդեցության մեխանիզմ չի լինի։ Ինչպես ճիշտ է բնորոշել է ոչ միայն Արամ Աբրամյանը, որ այս խուլիգանություն էր ձևակերպել, բայց
այս խուլիգանության ճանապարհով, տեսեք, եթե ընդհանրապես այս գրառումները լինեին պարոն Բադալյան, ինչ որ իմաստով կասեր լավ տեսակետ է արտահայտում անտեսեք անցեք, բայց սադրիչ խմբեր են ձևավորել, որոնք գնում են եկեղեցիներ, ընդ որում այն թմրամոլ նախկին չգիտեմ ինչ դերասանի մասնակցությամբ գնում են եւ սադրում են եկեղեցու բակում, պատարակին են մտնում եւ այլն։ Սա արդեն չափերն անցնող բան է, սա քայքայում է, պարակտում է հասարակությանը, հա, եւ դիմադրությունը գցում է, նորից եմ ասում, 3 ամսից ավելի է Ադրբեջանը կրակում է Սյունիքում, զորքի տեղաշարժ է անում Ադրբեջանը, զենք է ահռելի քանակությամբ ձեռք բերում, զորավարժություններ է անում չափազանց կարևոր եւ տարածաշրջանային նշանակության, այդ թվում վերջինը, չէ, Իրանի հետ Արցախի տարածքում։ Այսինքն այնտեղ պատերազմ է հասունանում, հա, պատերազմական իրավիճակ է եւ լուրջ խնդիրներ կան։ Այստեղ խուլիգանություն եւ հարձակում, պարակտում հասարակությունը, սա պարակտումն է հերթական։ Մենք պարակտված հասարակությունով կորցնելու ենք ամեն ինչ որպես պետություն։ Դե ես հիմա դրա համար ասում եմ, իսկ ինչ ենք անում սրա դեմ, ո՞նց ենք անում, այսինքն ո՞րն է ճանապարհը, որևէ ճանապարհը ո՞րն է, որպեսզի չպարակտվենք։ Ո՞րն է, ես դες։ Դե ես չգիտեմ, ես դրա համար ասում եմ, որ պետք է այդ հազարամյա կառույցը տարիներ շարունակ նստեր եւ մտածեր այս հարցերի մասին, որպեսզի այսօր այդ հարցերի մասին մտածելու կարիք չլինելու համար ես էլ ձեզ ասում եմ, խնդիրներ միշտ ունենալու որևէ կառույց, ես դրա համար բերեցի Վատիկանի օրինակը։ Ես կամ Վատիկան չէ, լավ, որևէ երկրի հոգևոր կառույցի, ռուսական եկեղեցին իր խնդիրներն ունի, միշտ ամեն օր խնդիրներ ունի, որը լուծում է, որը հետաձգում է, որը հաջորդ Վրաստանի եկեղեցին չունի խնդիրներ, հոգևորականները չունեն խնդիրներ, հետեւաբար խնդիրը այդտեղ չի, ինչպես կանգնեցնենք այս process-ը, հա։ Դե ինչպես կանգնեցնենք, ով պետք է ասի ինչպես կանգնեցնել։ Ես չեմ հավակնում լինել մարդ, որը կարող է նստել որևէ տաղավարում եւ ասել այսպես կանգնեցնենք։ Ես օրինակ կարող եմ ասել հիմա զանգերը ղողանջեն եւ դուրս գանք փողոց, բայց կներեք ինձ համար դա առավել եւս այսօր դա ծիծաղելի է։ Կներեք, բայց ինձ համար ծիծաղելի է, առավել եւս երբ այդ կոչերը անողները իրենք որևէ այսպես ինքնազոհողության դրսևորումներ չեն անում, այսինքն այս թեման էլ դառնում է թեմա, որտեղ մարդիկ այսպես հա, բավական տրենդային ձևակերպումներով փորձում են ինչ-որ միավորներ հավաքել։ Բայց իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Ես չեմ փորձում միավոր հավաքել եւ ասում եմ, չգիտեմ ինչպես անել, բայց սրա մասին, ինչ անելու մասին պետք է մտածել շատ երկար եւ շատ վաղուց։ Եվ գոնե հիմա սկսել մտածել։ Սա իմ ասածը։ Որովհետև եթե այս մարդիկ այդ աստիճան տեմպով արճակատում են տվել, խթանել, արճակատման մեկնարկ են տվել, ուրեմն հաշվարկել են, չէ, որ առնվազն կարող է հակառակ պատասխանը լինել նույն տրամաբանությամբ։ Եվ հետեւաբար հաշվարկը հենց դա էլ կարող է լինի, այսինքն հանենք այս արճակատման դեմ դիմաց հանենք, որովհետև այդտեղ են իրենք ուժեղ։ Ես հիմա առաջարկում եմ մտածել, իսկ հնարավոր է հասարակությունը, եկեղեցին, ովքեր որ համաձայն չեն այս ամեն ինչի հետ, ոչ միայն որպես դրսևորում, այլ նաև իր բովանդակությամբ, խորքով համաձայն չեն այս ամեն ինչի հետ, ինչ ճանապարհներ ունեն, գուցե մեկ այլ ճանապարհ ավելի ուժեղ է, որտեղ այդ պաթետիկ կոչերը, մարտակոչերը չկան, բայց գուցե կա արդյունավետ ճանապարհ։ Ես ընդհանրապես առաջարկում եմ մտածել նաև այս մասին։ Իսկ ազգային անվտանգության ծառայությունը, այլ մարմիններ, տեսակ իրավապահներին իր խոսքով կոչով նաև եպիսկոպոսատ ժողովներ նաև դիմել, չէ, իրավապահներին, իրավասու կառույցներ, ձևակերպումներ, այո, որ այստեղ անելիք ունեն այդ իմաստով, ասում է կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը, ասված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։ Շարունակությունն էլ բավական հետաքրքիր էր, երբ նշվում է, որ հարկ չկա եկեղեցին քաշել արհեստական օրակարգերի մեջ, սա գուցե նաեւ փորձ է իրավիճակը ընդհանուր առմամբ հանդարտեցնելու նաև հակառակ կողմից որևէ ռեակցիա ակնկալելով։ Ես իհարկե չգիտեմ հակառակ կողմից ֆունդամենտալ առումով ինչ ռեակցիա կլինի, ամենայն դեպս մենք տեսանք Արավոտյան Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը եկեղեցու մասին, որ պետք է պարզաբանի, ինչպես նշեցիք դուք հաղորդման սկզբում, բայց ամենայն դեպս տեսնենք, թե process-ի մեջ ինչպիսին կլինի դինամիկան, որովհետև եթե նախորդ գրառումների հետ ենք համեմատում, նախորդ 2-3 օրերին գրառումների,
առավոտյան դրությամբ գրառումը համենայն դեպս, այսպես ասենք, համեմատության մեջ ավելի հանդարտ էր։ Հիմա տեսնենք ինչպիսի դինամիկա կլինի։ Ի վերջո ես դարձյալ նշեմ, եթե մեր եկեղեցին այս հազարամյակներն անցել է, ըստ իս ոչ պակաս մարտահրավերներով եւ սպառնալիքներով, անցել է հենց այն պատճառով, որ մարտահրավերներին եւ սպառնալիքներին տվել է ամենևին ոչ հուզական, գնահատական եւ դրանց հանդեպ դիրքավորվել է ոչ առաջին հայացքից, այսպես տպավորություններով ձևավորված դիրքորոշումներով։ Եվ դարձյալ կրկնեմ, այս արձագանքը ինձ թույլ տվեց մտածել, որ առնվազն այնտեղ այդ մակարդակում սթափությունը եւ սառնությունը կա, կրկնեմ, շատ կարեւոր է, որպեսզի հենց դրա վրա էլ շարունակի կառուցվել նոր խոսակցություն հասարակության հետ։ Դրանով են ուժեղանալու թե եկեղեցին, թե հասարակությունը։ Վարդան Բադալյան, Ալիևը կրկին հնչեցրել է պահանջները, անընդհատ է դրանց մասին հիշեցնում, հիմա ավելի շատ ընդհանուր կոնկրետ, պահանջ է ներկայացված այդ արևմտյան Ադրբեջան կոչվող համայնքի կողմից, նրա այդ համայնքին Հայաստանում ապահովել տեղաշարժը, ապրելը, պետք է տեղափոխվեն, ասում են 300,000-ի մասին էին սկզբում խոսում, հիմա 300,000-ից ավելի ադրբեջանցիների մասին է խոսվում, որ նրանք պետք է գան, ապրեն այստեղ, իրենց հողում, հիշում եք Փաշազադեն էլ էջմիածիններ, ադրբեջանական հող անվանել ընդամենը օրեր առաջ։ Մի խոսքով, հիմա նաև ասել էր, որ պետք է անվտանգությունը ապահովեն իրենք այդ ադրբեջանցիների ազատ տեղաշարժը եւ այլն։ Այստեղ իմ զրուցակիցներ օրեր առաջ Բենյամինը Պողոսյան քաղաքագետ շատ հետաքրքիր դիտարկում արեց, որ ինքնավարություն է փորձում Ադրբեջանը այդպիսով ստեղծել Հայաստանի ներսում, այսինքն Ադրբեջան, մի Ադրբեջան Հայաստանի ներսում եւ ամբողջ նպատակը Ադրբեջանը, այսինքն նրա համոզմամբ ոչ միայն հարմար առիթի է ման գալիս նոր պատերազմ սկսելու, այլև խաղաղության պայմանագիր եւ այլն չի ստորագրելու եւ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի ըստ էության այս իշխանությունների ձեռքով կարողանան ամբողջովին կենսունակությունից զրկել Հայաստանին։ Եվ ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ այդպես էլ ասում են, խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ Հայաստան չի լինի։ Այդպես էլ ասում են, այսինքն երբ որ մենք բոլոր հարցերը այստեղ կփակենք։ Հիմա մենք չենք տեսնում, ես չեմ տեսել առնվազն, դուք եք շատ հետևում, դուք տեսել եք Հայաստանի կողմից որևէ պատասխան, արձագանք, հոխորտանք։ Արմեն Գրիգորյանը նույնիսկ երբ որ ասենք Զանգեզուրի միջանցքի հետ կապված ասում էր նման տերմին չկա, թող գնա Թուրքիայի էներգետիկայի նախարարին ասի, որը հստակ գծել է թե երբ են ինչ անելու, չէ՞, Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Թող գնար ասեր, հա, այսինքն ոչ թե նշել էր միջանցք չկա, այլ նշել էր տերմին չկա։ Հիմա տերմինը կարող է տարբեր լինել, բայց խոսքը այն է, թե ինչպիսին է լինելու իրական ռեժիմը։ Իսկ այստեղ մենք չգիտենք ինչի մասն է խոսքը, ամենայն դեպս փակ է այդ ինֆորմացիան, թե օրինակ Երևանն ինչ է առաջարկել Բաքվին, որից պատասխան կարծես թե մինչ այժմ չկա։ Այսինքն երբ ասում ենք միջանցք տերմին չկա, տերմինի հարցը չէ, հարցը բովանդակությունն է, տերմինը կարող է ուրիշ լինել, բայց կարևորը այն է, թե ինչ բովանդակության մասին է խոսքը։ Մենք այստեղ ոչինչ չգիտենք։ Հայաստանը հայտարարեց մի քանի ամիս առաջ, որ առաջարկներ է ուղարկել Բաքվին, որը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բնորոշեց, որ համապատասխանում է թե Հայաստանի ժողովրդի շահերին, թե Ադրբեջանի ժողովրդի շահերին։ Մենք հիշում ենք 18-ին Ղարաբաղի ժողովուրդն էլ կար Ղարաբաղյան հակամարտության առումով, հիմա չկա։ Եվ այս տեսանկյունից դարձյալ հնչում է այս տրամաբանության մեջ հայտարարություն, որ առաջացնում է հարցեր նախադեպը հաշվի առնելով։ Մենք չունենք պատասխան, այնտեղ ինչ հարց է քննարկվում։ Ճանապարհների մասով շատ թե քիչ ինֆորմացիա կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի այդ 9-րդ կետում։ Դրանից դուրս ինչ հարցեր են քննարկվել, օրինակ Բրյուսելյան գործընթացում, չէ՞ որ այնտեղ եւս քննարկվում էր ճանապարհների հարցը, նշվում էր, որ քննարկվում է։ Եվ ավելին ասեմ, ես դարձյալ սա հիշեցնում եմ եւ այս հանգամանքներին պետք է ուշադրություն դարձնել։ Ֆոն դեր Լայենը ասեց էլի ճանապարհը։ Ֆոն դեր Լայենից բացի նաեւ այո, դա ապրիլի սկզբին, բայց նախորդ տարի նոյեմբերին թե դեկտեմբերին այդ COP29-ի շրջանակում Ալիևը հյուրընկալել էր Շարլ Միշելին եւ որը հրաժեշտ էր տալիս արդեն վերջին ամիսներ եւ նշեց հետեւյալը, որ Բրյուսելյան գործընթացում են ձևավորվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր օրակարգերը եւ հետաքրքիր է Արցախի մասով արդեն շատ պարզ է ամենը։ Ճանապարհների մասով այնտեղ ինչ օրակարգեր են։
Այո, եւ ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որ Հայաստանում բացարձակ ուշադրության չարժանացավ, որ անխոչնդոտ սահմաններ կենտրոնական Ասիա, նույն Շարլ Միշելի ասածն է ըստ էության, հա։ Ապրիլի 25-ին Կալասը գնաց Ադրբեջան, որտեղ Ալիևի հետ ընդ որում Չինաստանից վերադարձից անմիջապես հետո քննարկել էր դարձյալ հետո Ալիևի այո, կենտրոնական Ասիա, Եվրոպա ճանապարհի մասին խոսեց Կալասը դարձյալ եւ Ադրբեջանի դերի մասին է հարցում։ Ապրիլի 1-ին Գերմանիայի նախագահ Շտայնմայերը այստեղ ազդարարեց, որ Կալասը գալու է Հայաստան։ Ուր է։ Մինչև հիմա Կալասը դեռ չի եկել Հայաստան, գուցե առջևում է, բայց ինչու նա չի եկել Հայաստան, ինչու ձգվեց այդ հայցը Հայաստան։ Կարծում եմ Ալբանիայում այդ եվրոպական հանձնաժողովի, եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին այս հարցը ճանապարհների հարցը դարձյալ եղել է առանցքային։ Եվ դրա մասին վկայեց հենց նույն ֆոն դեր Լայենի գրառումը, որ Ալիևի եւ Փաշինյանի հետ հանդիպումներում քննարկել են հարցերը եւ այլն, Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ անել հաղորդակցությունների հետ, այլ կերպ ասած միջին միջանցքի ձևավորման հարցում։ Հիմա այստեղ մենք ոչ մի բովանդակություն չգիտենք այդտեղ ինչ հարցեր են քննարկում եւ հայտարարել, որ միջանցք տերմին չկա, տերմինի հարցը չէ, հարցը այն է բովանդակություն կա թե ոչ։ Իսկ այն որ Ալիևի համար խնդիրը ամբողջ Հայաստանը ենթարկեցնել Ադրբեջանի պետական ռազմավարությանը, հենց դա է նպատակը եւ խնդիրը, այստեղ նույնիսկ ենթադրություններ անելու կարիք չկա։ Այդ մասին շատ պարզ հայտարարում են, այն աստիճան են իրենց համարում դրության տեր, որ այդ մասին պարզ հայտարարում են։ Ուզում եմ հիշեցնել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարի ելույթը Բաքվում անցկացված հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նիստում։ Նա ասում էր, որ Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերի մասին, անդրադառնալով Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերին, ասել է Նախիջևանի տարածքով Թուրքիա եւ այնտեղից Եվրոպա։ Խնդրեմ, իրենք բոլորը իրենց ճանապարհները ուրվագծում են։ Ի դեպ հիշեցնել, երբ որ Հայաստանի նախկին 3 նախագահները Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասում էին. «Հրապարակիր, ինչ ես բանակցել»։ Չէ, ասում էին հրապարակիր ինչ ես բանակցել, այդ սուտ մանիպուլյացիաները 90-ականների վրա բարթելով Արցախի տեղի ունեցած հրապարակիր ինչ ես բանակցել, կամ երբ որ քաղաքական ուժերը ընդդիմությունը պահանջում է, ասում է հրապարակիր խաղաղության պայմանագիր կոչված է, հա, ամբողջական թուղթը, հրապարակիր ինչ ես պայմանավորվել, նա դրանց չի պատասխանում, կաթողիկոսից բանա պահանջում, թե քանի երեխա ունես, ում հետ ես քնել, ում հետ արթնացել։ Մենք հասկանում եք իջեցրել ենք որտեղ նշաձողը, սա է վտանգավոր, բայց Թուրքիան, Ադրբեջանը, Եվրոպան հստակ ասում են իրենք ինչ ճանապարհներ են ունենալու։ Հիմա այս որ ասեց ֆոն դեր Լայենը, Շարլ Միշելը, Թուրքիայի ոչ միայն տրանսպորտի նախարարն էլ է, հիշում եք ասել։ Դե պարբերաբար հնչել են։ Պարբերաբար հնչել է։ Հիշեցնենք այստեղ Էրդողանի հայտարարությունը, որ ասաց Իրանից ակնկալում են, որ Զանգեզուրի հարցով, հա, նաև Էրդողանը Բուդապեշտում թուրքալեզուների գագաթնաժողովում թուրքալեզու պետությունների կազմակերպության հայտարարեց եւ նույնիսկ կոչ արեց, որ այդ միջին միջանցքի ձևավորմանը ավելի ակտիվ մասնակցեն թուրքալեզու պետությունները։ Ըստ էության սա կոչ էր Կենտրոնական Ասիայի երկրներին ավելի ակտիվ լինել այս ճանապարհների հարցում։ Իհարկե, այստեղ Թուրքիան անշուշտ ունի անհրաժեշտություն իր գինը բարձրացնել Եվրամիության համար, որովհետև Եվրամիության համար այդ ճանապարհները անհնար է կառուցել առանց Թուրքիայի։ Եվ Էրդողանը այս կերպ փորձում է թուրքալեզու գործոնը դարձնել իր գինը բարձրացնելու միջոց անշուշտ, եւ իհարկե Լաչինում այդ գագաթնաժողովից հետո Էրդողանի հայտարարությունը Իրանի հասցեին, սա մի քիչ նաեւ Իրանից, որ դրական ուժի ցուցադրման տրամաբանություն ուներ, հիմա չգիտեմ այստեղ կար արդյոք բլեֆի տար թե ոչ, որովհետեւ Լաչինում այդ Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա եռյակը նաեւ ուժի ցուցադրության մասին խոսեց ըստ էության, եւ հետո արդեն Իրանից ակնկալիք արդյոք կար այդտեղ ինչ որ շանտաժ, որ եթե Իրանը չհամաձայնի, ի վերջո իրան կգնան նաև ուժային ճանապարհով բացելու, թե այդուհանդերձ բլեֆ էր այդ տրամաբանությունը, սա մենք չենք կարող իհարկե այսպես ստույգ։ Դա առաջին անգամ չի Էրդողանը ասել, որ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում միակ խոչընդոտը Իրանն է։ Այսինքն Հայաստանը համաձայնությունը տվել է, Իրանն է մնացել։ Այստեղ իհարկե շատ էական է, թե Ռուսաստանը իրեն ինչպես կպահի, որովհետև Ռուսաստանը բնականաբար այս process-ներին արձագանքելու է, որովհետև ռուսների համար խնդիրը այդ ճանապարհներին այլ վերահսկողություն թույլ չտալն է, բայց Իրանի հարցում ռուսները արդյոք Իրանին կաջակցեն առնվազն
այսպես ոչ բացահայտ տրամաբանությամբ, բայց արդյոք կաջակցեն այդ դիմադրությունը շարունակելու առումով։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է աջակցեն, ամենայն դեպս այդ ռուս-իրանական մեծ պայմանագիրը, որ կնքեցին հունվարին, սա ենթադրում է հենց այդպիսի տրամաբանություն, որովհետև եթե ամրանում է Թուրքիա, Ադրբեջան, նաև Պակիստան ինչ որ իմաստով այդ գիծը, ապա այստեղ լուրջ ռիսկեր եւ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ են երկուսի համար էլ, Մոսկվայի եւ Իրանի։ Բայց նաև ցավոք սրտի մենք չպետք է բացառենք, որ այդտեղ ի վերջո կարող են լինել նաև պայմանավորվածություններ այդ շրջանակում։ Եվ այստեղ իսկապես շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք, անշուշտ բարդ է, որովհետև քաղաքական լուծումներ կարծես թե որևէ այսպես օպտիմալ լավ լուծումներ չեն նշмарվում, բայց քաղաքական լուծումներ չնշмарվելու դեպքում էլ մեծանում է արդեն այդ էսկալացիայի հավանականությունը։ Պատերազմի ռազմական գործողությունների կամ քաղաքական լուծումներ, որոնք հնարավոր չէ հենց քաղաքական ճանապարհով էլ իմպլեմենտացնել, կարող են իմպլեմենտացնել ռազմական էսկալացիայի ճանապարհով։ Եթե այն ինչ որ ասում են տեսանելի ապագայում ներողություն, տեսանելի ապագայում չեմ համարում դրա ռիսկը մեծ, բայց process-ների տրամաբանությունը այսպես շարունակվելու դեպքում ինչ որ մի պահի կարող է ռիսկը բարձրանալ։ Եթե ինչպես ասում է Էրդողանը, ինչպես ասում է ֆոն դեր Լայենը, եթե ինչպես ասում է Ալիևը, Շարլ Միշելները, Օբրայանները, հիշում եք նույն երթուղու մասին հայտարարություններ էր անում, Թուրքիայի տրանսպորտի նախարարը, էներգետիկայի նախարարը, եթե այս բոլորը ովքեր հայտարարում են տեղի ունենա, Հայաստանը ինչ է դառնում, ուղղակի միջանցք է դառնում ամբողջությամբ այդ երկրների համար, ինչի ենք վերածվում։ Եթե այն ինչ որ իրանք ասում են, ըստ էության իրենց բոլորի հայտարարություններում ուրվագծվում է, չէ՞, պրոյեկտը ինչ են անելու։ Լիներ Օբրայանինը, լիներ ֆոն դեր Լայենինը, եւ Հայաստանի չկա հակազդեցություն, Իրանից կա։ Իրանից կա։ Եթե պատկերացնենք, հիմա Հայաստանը չի էլ կարող հակազդել այդ գլոբալ այդ շրջանակին, որի մասին խոսում ենք։ Այստեղ հարցն այն է, Հայաստանը ինչ դիվանագիտական, այսպես ասենք, հանգույցներով կարող է նրբորեն առաջ մղել իր շահերը եւ պաշտպանել իր շահերը, որտեւ եթե հակազդեցության դիրքում հայտնվենք, այստեղ հաստատ մենք չենք շահի, պատկերացնում ենք, թե ինչ շրջանակ է, բայց այդուհանդերձ ես կարծում եմ խնդիրը նույնիսկ հետեւյալն է, մենք ինչ ենք մեզանից ներկայացնում, ըստ այդմ էլ կկանխորոշվի, թե ինչ կարող ենք ստանալ, որովհետև եթե մենք մեզանից բան չենք ներկայացնում եւ մեր փոխարեն են այնտեղ լուծումներ լինելու, բնական է մենք ոչինչ էլ չենք լինելու այդ լուծումներից հետո։ Մենք ներկայացնում ենք։ Դե ցավոք սրտի այսօր մեղմ ասած դրական չենք կարող պատասխանել այդ հարցին։ Եվ այստեղ բնականաբար այստեղ է գլխավոր խնդիրը Հայաստանի այսօր։ Մենք չպետք է մոռանանք օրինակ նաև Չինաստանի մասին, որովհետև Չինաստանն էլ եւս շահառու է այդ միջին միջանցքի։ Այստեղ կա նույնիսկ բավական ռիսկ Չինաստան եւ Եվրամիություն որոշակի պայմանավորվածության, որովհետեւ որքան էլ Ռուսաստանի դե այդ ամբողջ Ալիևը Պեկինում էր եւ Չինաստան, Եվրոպա, Չինաստան այս միջանցքի մասին ուղիղ էր հայտարարվում իրենց այդ հռչակագրում։ Չինաստանը որքան էլ իհարկե ռազմավարական իմաստով ռուսների հետ հիմա պայմանավորված գործում է ուկրաինական ուղղությամբ, բայց անշուշտ պետություններ են եւ կարծում եմ այդ պետությունների միջև փոխհարաբերությունը ավելի շատ անվստահության վրա է հիմնվում, քան վստահության։ Անվստահությունն է նրանց մղում ինչ որ պայմանավորվածությունների։ Եվ այս իմաստով Չինաստանը կարող է չվստահել նաեւ ամերիկա-ռուսական երկխոսությանը եւ փորձել ինչ որ հակադեմ կամ հակազդող process անել Եվրամիության հետ։ Այս բոլոր հարցերը կան եւ սրանք իսկապես բավական բարդ հարցեր են։ Մենք տեսնում ենք Հնդկաստան-Պակիստան այդ հակամարտությունը, որը կարող է իր ազդեցությունը թողնել նաև Կովկասի վրա հենց այդ իմաստով։ Եվ այս պայմաններում Հայաստանին այլ բան չի մնում, քան պարզապես փորձել է դիվանագիտական հանգույցներով չեզոքացնել ռիսկերը, բայց ստացվում է թե ոչ։ Օրերս Երևանում էր գտնում աշխատանքային այցով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւ հայտարարեցին Արարատ Միրզոյանի հետ Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային համագործակցություն հաստատելու մտադրության մասին, ինչ որ թուղթ ստորագրեցին եւ այլն, խոսեցին հետագա նախագծերում իրենց մասնակցության, համագործակցության ծրագրերում ընդգրկված լինելու մասին,
այդ թվում նշել էին պաշտպանության ոլորտում, այնուհետև Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Հիմա այսպիսի քարոզ են տանում որոշ շրջանակներ, հատկապես հակառուսական շրջանակներ, թե Ֆրանսիան ես հատ գալու է մեր ռազմավարական դաշնակիցն է դառնալու, փոխարինելու է Ռուսաստանին, ֆրանսիական զենքերով հեսա չգիտեմ ինչ հրաշքներ են գործելու, ինչ են անելու։ Փորձենք իրատեսական լինել։ Նախ պատվավոր հյուպատոսությունը դա չի նշանակում, բարձր level, ամենացածր մակարդակն է, սա պետք է ֆիքսենք, եւ սրան հակառակ Լավրովը կոնկրետ մեսիջներ տվեց եւ սպասում կար, որ Ռուսաստանի հյուպատոսությունը նաեւ կբացվի Սյունիքում, բայց փաստորեն ձգձգվում է ավելի քան 2 տարի։ Փորձենք նախ պատասխանել եւ սրանով ամփոփենք Ֆրանսիան, որքանով կարող է փոխարինել Ռուսաստանին այստեղ, Հայաստանին որպես դաշնակցային երկիր եւ ինչու է Իրանին թույլ տալիս, որպեսզի հյուպատոսական ներկայություն ունենան, թեկուզ ցածր մակարդակով Ֆրանսիային է թույլ տրվում, բայց Ռուսաստանին 2 տարուց ավելի է թույլ չեն տալիս։ Ֆրանսիան կարող է փոխարինել այնքանով, որքանով նվազագույնը դրան կհամաձայնի Թուրքիան եւ մի քիչ ավելի լայն իմաստով կհամաձայնեն Ռուսաստանն ու Իրանը։ Եթե կհամաձայնեն, ապա Ֆրանսիան կարող է փոխարինել։ Ֆրանսիայի փոխարինմանը ռազմավարական դաշնակից որպես այդ ներկայությամբ, այդ մակարդակի ներկայությամբ որպես այստեղ ռազմական գործոն եւ եթե հարցը դրվում է այդպես, կարող է փոխարինել, եթե թուրքերը դրա հետ լինեն համաձայն։ Այսինքն Ֆրանսիան ինչպես պետք է հասնի Կովկաս։ Պետք է հասնի Թուրքիայի ճանապարհով, այսպես ասած։ ՆԱՏՕ-ի Հիմա Թուրքիան համաձայն լինելու է դրան թե ոչ։ Այսինքն դա նշանակում է, եթե Ֆրանսիա, դա նշանակում է Թուրքիա։ Դա նշանակում է Թուրքիայի համաձայնություն։ Որովհետև առնվազն ճանապարհն է դա։ Առավել եւս այսօր, երբ մենք տեսնում ենք, թե Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունը ինչպիսին է, Սև ծովում Թուրքիայի ներկայությունը եւ այլն։ Այսինքն սա պարզ աշխարհագրություն է նույնիսկ մինչեւ աշխարհաքաղաքականություն լինելը։ Եվ այստեղ ինչ հարցի պատասխաններ կան, Թուրքիան ինչ պայմաններով կարող է համաձայնել դրան, բայց այստեղ մյուս հարցն է, իսկ Ֆրանսիան ունի նպատակ այդ աստիճանի, այդ մակարդակի փոխարինել։ Ես կարծում եմ չունի։ Ֆրանսիան այո, ունի այստեղ ամուր ներկայություն ունենալու խնդիր, բայց ոչ այնպիսի տրամաբանության փոխարինման, ինչպիսին օրինակ եղել է հայ-ռուսական հարաբերությունը, եւ հիմա կլինի այդպիսին հայ-ֆրանսիական հարաբերություն։ Ես կարծում եմ այդպիսի հարաբերության մասին խոսք չկա եւ Ֆրանսիան չունի այդպիսի ցանկություն։ Այո, ունի այստեղ ամուր ներկայության ցանկություն, որպիսի Հայաստանում տեղի ունեցող process-ներում ինքը եւս ձայն ունենա, որոշակի նշանակալի ձայն, բայց որ Հայաստանի համար ունենա ամբողջական պատասխանատվություն, ես մեղմ ասած կասկածում եմ, որ Ֆրանսիան ունի այդպիսի ցանկություն, առավել եւս երբ մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին Ֆրանսիան իր համար ավանդական ռազմաքաղաքական ներկայության գոտիներից միմիայն նահանջել է։ Եվ հիմա մտածել, որ կա այդպիսի հեռանկար, ես կարծում եմ դա իրատեսական չէ։ Հետեւաբար մենք պետք է Ֆրանսիայի հարցում կենտրոնանանք ավելի իրատեսական հնարավորությունների վրա։ Օրինակ, եթե այդպես հետաքրքրություն կա Սյունիքի նկատմամբ, փորձել Ֆրանսիայի հետ հետաքրքրությունը տնտեսական ներուժի վերածել Սյունիքում։ Ոչ միայն Ֆրանսիայի իհարկե, բայց այդ թվում Ֆրանսիայի, քանի որ խոսում ենք Ֆրանսիայի մասին։ Շատ լավ կլինի, եթե մենք Ֆրանսիայից նաև սպառազինություն ձեռք բերենք, բայց դարձյալ լոգիստիկ իմաստով պատկերացնում ենք, որ այդտեղ կարող են լինել խնդիրներ եւ հաշվի առնելով այս աշխարհագրությունը։ Այսինքն այստեղ պետք է փորձենք պարզապես պատրանքների մեջ չհայտնվել եւ հնարավորությունները գնահատել այնքան, որքանով դրանք կան եւ օգտագործել առավելագույնս։ Իսկ Ռուսաստանի հետ ով թույլ չի տալիս, որպեսզի Ռուսաստանում հյուպատոսություն բացելու թույլտվություն տան։ Ով է խոչընդոտում։ 2 տարուց ավել է, այսինքն ով չի թողնում։ Դե այլ բացատրություն չկա։ Ես անկեղծ ասած չեմ հավատում, որ որևէ մեկը չի թողնում Սյունիքում, որպեսզի Ռուսաստանի հյուպատոսություն բացվի։ Ըստ իս քննարկվում են այլ հարցեր, այսինքն հյուպատոսության բացման շուրջ կա այլ քննարկում։ Իմ տպավորությամբ խնդիրը հյուպատոսությունը չէ, դա փորձում է ծառայեցվել այլ հարցերում ինչ որ քննարկումների։ Այդ հարցերը կարող են վերաբերել թե Հայաստանի ներքին քաղաքականությանը, այսպես ասած, թե պարզապես հայ-ռուսական օրակարգի այլ հարցերի, բայց ես ունեմ այդ տպավորությունը, որ այնտեղ խնդիրը հյուպատոսություն բացել չբացելը չէ։ Հավանություն տալը ունի այլ անընդհատ չէ շեշտի, բավական։ Չէ, Զախարովան շեշտում է, որ հարցրեք Երևանին, բայց ես նշում եմ, որ խնդիրը հյուպատոսության հետ չի կապված ըստ իս,
այլ դրան հարակից ինչ որ հարցեր կան, որում Հայաստանը եւ Ռուսաստանը չեն գալիս համաձայնության, կապված ոչ անմիջապես հյուպատոսության հետ։ Ես չեմ կարծում ինչ որ մեկը արգելում է այնտեղ հյուպատոսություն բացել Հայաստանին արգելում է տալ հավանությունը Ռուսաստանի հետ ինչ որ հյուպատոսություն բացել։ Իսկ հիմա ինչ են անում իշխանությունները, հիմա ռևերանս են անում դեպի Ռուսաստան։ Ես ձեր տաղավարում նաև բազմիցս ասել եմ, ես ամենևին համաձայն չեմ եղել այն գնահատականներին, որ Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում։ Այո, հակառուսական ռետորաբանություն վարել է, վարում է եւ դեռևս կվարի առնվազն ընտրությանն ընդառաջ, բայց հակառուսական քաղաքականություն ես կարծում եմ Հայաստանը չի վարել եւ բացատրել եմ թե ինչու եմ այդպես կարծում։ Պարզապես Ռուսաստանը ինքն էլ նաեւ պատկերացնելով, որ այստեղ հնարավորությունը մեծ չեն, իր հնարավորությունները, զբաղված լինելով Ուկրաինայում շատ ծանր ժամանակաշրջանով, հիշենք 2022-23, ամենևին դեմ չէր, եթե Հայաստանը այսպես ասենք մի քիչ գնա դեպի արևմուտք եւ արևմուտքին բերի պատասխանատվության դաշտ այս տիրույթում։ Եվ պարբերաբար պարզապես Հայաստանին հիշեցնում էին, որ չեն հանդուրժի ռազմավարական գծերի խախտում։ Իսկ ռազմավարական գծերի խախտում թույլ չի տրվել։ Պարոն Բադալյան, էլ ինչ պիտի աներ, որ հակառուսականություն, ասում եք, հակառուսականություն ուղղակի ռետորաբանության մեջ է եղել։ Ինչը պետք է աներ, որ համարվեր, որ ինքը ինչ է արվել, որ ասենք հակառուսականություն է եղել եւ Ռուսաստանի համար ռազմավարական խնդիր է առաջացել։ Այսինքն, օրինակ, ասենք, պիտի ինչ աներ, ՀԱՊԿ-ից դուրս գալը լիներ, ԵԱՏՄ-ից դուրս գալը, հա, ինչը պետք է լիներ։ Թեկուզ այդպիսի ֆունդամենտալ որոշումներ։ Հա, բայց երբ որ այստեղ գալիս է այն, որ իրենք հո հիմար չեն ինքնասպան լինեն, իրենք հասկանում են Հայաստանի Պատճառները թե ինչու չեն գնում այդպիսի որոշումների, իհարկե տարբեր կարող են լինել։ Այս տաղավարում բազմիցս եմ պատմել, Արմեն Գրիգորյանը հանդիպել էր հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ եւ այնտեղ փակ հանդիպում էր եղել, ներկաներից հետ ինձ առնվազն պատմել եւ նա ասել էր, որ Արցախից հետո իրենք դիմել են արդեն արևմուտքին ասելով, որ մենք պատրաստ ենք ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ այնտեղից ասել են դուրս մի եկեք։ Դուրս մի եկեք, դուք, այսինքն, ոչ ՆԱՏՕ եք մտնելու, ոչ մի բան, հա, չեք անելու այդ ուղղությամբ։ Եվրամիությունն էլ հիմա եթե նույնիսկ Ռուսաստանը դեմ է դրան, չի ուզում մի շահերից չի բխում։ Եթե Եվրամիությունը ընդուներ Ռուսաստանի դեմ լինելու են նայելու, չէ, միանգամից կարող էին որոշում կայացնել եւ մտցնել ըստ էության։ Եվրամիությունում էլ մեզ չեն ընդունում։ Հիմա լավ հասկացանք սրանք ինչքան էլ թերուս տգետ կամ ինչ որ ծրագրեր են իրականացնում, բայց իրենք հասկանում են, հա, իրենք տնտեսությունը ընդհանրապես փուլ կգա, եթե իրանք օրինակ հրաժարվեն ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից, եթե իրենց այնտեղ չեն ընդունում, ինչի դուրս գան։ Հետևաբար մնում է ռետորաբանությունը։ Դե ես դրա մասին եմ խոսում, որ դա քիչ չէ, բայց ես նկատի ունեմ ռետորաբանության մակարդակում հակառուսականությունը դեռ քաղաքական մակարդակում հակառուսականություն չէ։ Ռետորաբանության մակարդակում քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, պետությունների ղեկավարները կարող են ամենատարբեր բաներ անել։ Հիմա մենք տեսնում ենք Թրամփը օրը մի բան կարող է ասել օրինակ ուկրաինական հարցում։ Բայց ես չեմ կարծում, որ ուկրաինական հարցում օրը մի բան է անում Թրամփը։ Թրամփը ունի իր քաղաքականությունը։ Այնտեղ շատ հստակ գնում է եւ մենք տեսնում ենք իրադարձությունների տրամաբանությամբ։ Բայց նա կարող է այդ ընթացքում օրը մի բան ասել։ Մի օր Պուտինին ասել խելագարվել է, այսօր ասել, որ ինքը Պուտինի հետ նորմալ հարաբերություն ունի կամ չգիտեմ պատրաստ է հանդիպել եւ այլն։ Այս միայն հայտարարություններով մենք չենք կարող դատել, դրա համար պետք է դատենք տեղի ունեցող զարգացումներով։ Այստեղ ես արձանագրում եմ, որ որևէ սկզբունքային այսպես ռազմավարական նշանակության հակառուսական քայլ չի արվել, իսկ այդ տակտիկական նշանակության քայլերի հանդեպ Ռուսաստանը եղել է որոշակիորեն հանդուրժող։ Նշում եմ թե ինչի համար, որովհետև իր հնարավորությունները նվազում էր եւ ցանկալի էր առնվազն այդ ժամանակային իմաստով, ժամանակավոր իմաստով Հայաստանին տալ հնարավորություն արևմտյան խաղացողներին այստեղ մի քիչ պատասխանատվության դաշտ բերել, ինչու, որովհետև նրանք Կովկասը դիտարկում էին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն եւ բնական այդտեղ կարևորագույն կայծերից մեկը պետք է լիներ հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Եվ եթե արևմուտքը այդ հակամարտության հարցում, այսպես ասենք, խաղաղություն ապահովողի պատասխանատվության տակ է մտնում, բնական է մի քիչ ձեռքերը կապվում են։ Մի քիչ պարզունակ գուցե ներկայացրեցի, բայց այս տրամաբանությամբ Ռուսաստանը մոտ 2 տարի երևի թե այսպես տակտիկական նահանջի ռեժիմով էր աշխատում եւ այդ շրջանում նաեւ հանդուրժում Հայաստանի տակտիկական մանևրը։ Եվ մեծ հաշվով նաեւ սկզբունքորեն կա հետեւյալ խնդիրը, իմ գնահատմամբ սկսած նույնիսկ 2017 թվականից Ռուսաստանը
մեծապես անցել է Հայաստանի հանդեպ իհարկե կովկասյան քաղաքականության համատեքստում, բայց նաև Հայաստանի հանդեպ իր քաղաքականության այդպես փիլիսոփայության փոփոխությանը։ Մենք քիչ ուշադրություն դարձրեցինք 2018 թվականին, երբ նոր նշանակվեց Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը, թե նա ինչպես էր խոսում փափուկ ուժի քաղաքականության անցնելու մասին։ Եվ Ռուսաստանի դեսպանի համար, Ռուսաստանի դեսպանների համար դա նոր խոսույթ էր 2018-ին։ Իսկ Ռուսաստանի դեսպանը խոսում էր, որ պետք է Ռուսաստանը փափուկ ուժի քաղաքականության անցնի Հայաստանում։ Այդ անցումները բնականաբար չեն կարող 1-2 տարում տեղի ունենալ, դրանք ճգնաժամային դրսևորումներով տեղի ունեցող անցումներ են։ Այս երևույթները մենք եւս պետք է նկատենք։ Չի կարող հայ-ռուսական հարաբերությունը լինել նախկինը, որովհետեւ ռեգիոնը նախկինը չէ, որովհետև աշխարհը նախկինը չէ։ Դե նույնիսկ կոորդինատոր է փոխվել իդեմս Կիրիենկոյի։ Այո, այդ փոփոխությունն էլ Հայաստանում իհարկե շատ մեծ այդպես արձագանքի արժանացավ, հիմնականում արձագանքները ներքաղաքական կոնյունկտուրայի տրամաբանությամբ էին, այս կամ այն ուղղությամբ։ Ես կարծում եմ Կիրիենկոյի փոփոխությունը հետաքրքիր էր նաև այն իմաստով, որ դա ըստ իս ավելի շատ ամերիկա-ռուսական երկխոսության տրամաբանության մեջ կատարված փոփոխություն էր։ Եթե նկատում ենք, այդտեղ Ռուսաստանը առաջնագիծ է մղել ավելի տնտեսական դերակատարների։ Նույն այդ ներդրումների ֆոնդի նախագահ Կիրիլ Դմիտրիևը մասնակցում է Վաշինգտոնում բանակցությունների, այսինքն առաջնային բանակցողն է Թրամփի վարչակազմի հետ, եւ հետաքրքիր էր, որ Կիրիենկոն փոխարինեց Կոզակին, եւ Կոզակը նաեւ Ուկրաինայի հարցով Պուտինի հատուկ ներկայացուցիչն էր մինչ այդ, որը առանցքային բանակցող էր դեմոկրատական վարչակազմի հետ։ Կոզակը Ռուսաստանում նույնիսկ ուկրաինական պատերազմից հետո Նուլանդի հետ էր բանակցել, շատ էական դրվագներ եղան այդ շրջանում, եւ հիմա կարծում եմ այդ ընդհանուր տրամաբանության փոփոխությամբ նաեւ փոխվեց Կովկասի ուղղությամբ, Հայաստանի ուղղությամբ աշխատողը Կիրիենկոն առաջ եկավ ավելի տնտեսական, այսպես ասենք, ֆիգուր։ Եվ ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ռուսաստանը իմ գնահատմամբ իր ներկայությունը Հայաստանում ավելի շատ բերում է դեպի տնտեսական տիրույթ։ Այդ տրանսֆորմացիան է տեղի ունենում։ Ուկրաինայի այդ հարձակումները, որ տեղի ունեցան, հիմա դա է քննարկում, ինձ հատկապես հետաքրքիր էր այդ օպերացիան, որ արեցին, հա, Ուկրաինան։ Իհարկե Զելենսկուն են վերագրում, նույնիսկ այստեղ որոշ շրջանակների գրառումներ եմ տեսնում, գուցե Զելենսկին տեսեք ինչ արեց եւ այլն, շատ ծիծաղելի է այդ օպերացիան, որը ամիսներ առաջ մտածվել է եւ պլանավորվել է, բայց այստեղ ինձ հատկապես հետաքրքիր է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները անդադ ձեռքերը լվանում էր, ասում էր մենք կապ չենք ունեցել, մենք չենք իմացել այդ օպերացիայի մասին։ Ինձ համար սա էր կարևորը, նույնիսկ ճշգրտում են տալիս, մի մեդիա գրել էր, հետո նորից են ճշգրտում տալիս։ Սա շատ կարևոր բան էր։ Ակնհայտորեն Եվրոպան փորձում է, այսպես ասած, հա, կրակի վրա բենզին լցնել, եւ այդ թվում Մերց Գերմանիայի կանցլեր իհարկե ասում են չէ, մենք զորք չենք ուղարկելու, հա, էլի ուկրաինացիներ գնացեք մեռեք, բայց մենք 5 միլիարդ եվրոյի զենքի փող ենք տալիս, չգիտեմ, մեզ ինչերով ենք աջակցում։ Չեք կարծում, որ կարող է սա հասնել նրան, մանավանդ որ Լեհաստանի սահմանին սրացումներ են, շարժեր են նկատվում, որ Ռուսաստանը ուղղակի կարող են շատ ուժգին հարված հասցնել եւ այս ամբողջ բանակցությունները ջուրը թափեն։ Եվ սա կանխատեսելով է թերևս Միացյալ Նահանգները ասում մենք կապ չունենք, որտեվ իրեն ձեռք չի տալիս, չենք ուզում է Միացյալ Նահանգները ուզում է այդ հարցը լուծի։ Ստրատեգիական ավիացիան թիրախավորվեց Ստամբուլի բանակցությունից 1 օր առաջ փաստորեն, բայց Ռուսաստանը չհրաժարվեց Ստամբուլ մեկնելուց։ Որովհետև այդ օպերացիան սկզբունքային իմաստով շատ փոքր նշանակություն ունի քաղաքական եւ ռազմաքաղաքական կոնֆիգուրացիայի տեսանկյունից։ Այդ օպերացիան Ուկրաինայի համար էր մեծ հաշվով, այսպես որպես քարոզչական, որպես PR ակցիա, եւ իհարկե նաեւ որոշակի գուցե իրավիճակային առումով Կիևին, այսպես Ստամբուլում որոշ համաձայնություններից հետ պահելու նպատակ ուներ գուցե։ Այդ PR դեմքը ստեղծել եւ ստեղծել մեծ այսպես ողջավորություն Կիևի շուրջ, սա բնականաբար սահմանում է բարձր նշաձողեր։ Բայց ռուսները չհրաժարվեցին մեկնել Ստամբուլ եւ նույնիսկ այնտեղ հանդիպումից հետո խոսեցին, որ պայմանավորվել են անգամ երրորդ հանդիպման վերաբերյալ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ առերևույթ դրսևորումներից զատ տեղի է ունենում ինչ որ process։
Այդ process-ը, քաղաքական process-ը անշուշտ ուղեկցվելու է շարունակվող պատերազմով, դա երևում է, որովհետև շատ հնարավոր է այդ process-ում քաղաքական ինչ-ինչ համաձայնություններ պետք է լինելու իրագործել պարզապես պատերազմով, որովհետև քաղաքական ճանապարհով այդ համաձայնությունները իրագործել հնարավոր չէ։ Մենք տեսնում ենք Ռուսաստանը ներկայացնում է Այսինքն չեք բացառում, որ Ռուսաստանը կարող է դրան զուգահեռ նաև ուղղակի հարված հասցնել։ Դե հարվածները շարունակելու է, բայց որ արտառոց ինչ որ այսպես էլի դարձյալ այդ հուզական այ դուք մեր ստրատեգիական ավիացիա։ Ինչու օրինակ նույն այդ տեղաշարժերի իմաստով վտանգներ տեսնի նույնիսկ միջուկային, հա, ինչ որ հարված ոչ մեծ։ Ես անկեղծ ասած ես դա համարում եմ գրեթե անհավանական։ Միջուկային հարվածը ես համենայն դեպս կարծում եմ որ միջուկային տերությունների ղեկավարները չեն հասել խելագարության աստիճանի ես անհավանական եմ համարում միջուկային հարվածները առավել եւս օրինակ նույն այդ օրեշնիկի փորձարկումը ցույց տվեց որ ռուսները գոնե ունեն այնպիսի մի զենք որը գրեթե համարժեք է իր հզորությամբ այդ միջուկայինին Եվ սա եւս մի վկայություն է, որ միջուկայինի հազիվ թե որևէ մեկ այդպես խելագարության աստիճան ունենա, դա ավելի բարդացնելու է Ռուսաստանը։ Եվրոպան ինչի է խելագարությունը անում, այսինքն ինչի է ձեռքերը տաքացնում, շիկացնում։ Եվրոպային պետք է որպեսզի պատերազմը շարունակվի առնվազն այնքան, ինչքան ժամանակ, որ իրենց շահերը այդ քաղաքական process-ում բավարար պաշտպանված չեն։ Այդ պատերազմը որ կա Եվրոպայում թույլ է տալիս ներսում ինչ որ մոբիլիզացված պահել Եվրոպայի առավել եւս այսպես ասած այդ լիբերալ էլիտաներին որոնք պահպանողական Եվրոպայի պահպանողական շրջանակների հետ մեծ դիմակայության մեջ են եւ այդ շրջանակներն էլ աջակցվում են ամերիկյան վարչակազմից պահպանողականները եւ այստեղ ուկրաինական պատերազմի շարունակությունը Եվրոպայի համար այդ լիբերալ վերնախավերի համար իշխանությունը պահելու միջոց է եթե պատերազմը դադարի լիբերալ վերնախավերի համար իշխանությունը պահելը կլինի շատ բարդ արդեն։ Հիմա պատերազմով բազմաթիվ բաների պատասխաններ իրենք տալիս են իրենց հանրությանը։ Ամեն ինչ վերագրելով պատերազմին։ Շնորհակալ եմ պարոն Բադալյան, դուք ակամայից պատասխանեցիք նաև Հայաստանում հակառուսական շրջանակների որոշ հայտարարություններ բացատրեցիք, թե ինչի են դա անում եւ հետեւաբար նաեւ որ արտաքին կենտրոնների կողմից են դրանք ֆինանսավորվում նրանցից մեկը վերջերս հայտարարում էր որ մեզ ձեռք չի տալիս Հայաստանին որպեսզի Ուկրաինայում պատերազմը ավարտվի որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը ավարտվի դա մեր շահերից չի բխում պետք է այնտեղ շարունակվի որ բանը Ռուսաստանը հանկարծ չմտնի մեր տարածաշրջան չկա մեզնով զբաղվի Եթե թույլ տաք, այստեղ մի փոքր անդրադարձ անեմ նոր ավարտենք։ Ռուս զինվորներ զոհվեն, ուկրաինացիներ զոհվեն։ Մենակ թե այս մի խմբակը, որ այստեղ կա, հա, Փաշինյանի հենարան հանդիսացող այդ թևը հակառուսական, իրանք ասում են Հայաստանին պետք չի որ թող պատերազմը շարունակվի։ Ինձ թվում է մենք մի քիչ այդպես առերևույթ ենք դատում այս տեսանկյունից, երբ համարում ենք, որ մեզ համար լավը կամ վատը այն է, այնտեղ պատերազմը կդադարի, թե կշարունակվի։ Պատերազմի ընթացքի տրամաբանությունն է մեզ համար էական։ Այնտեղ ինչ վիճակ է մարտադաշտում, սա է էական Կովկասի համար։ Չէ, ես հասկանում եմ դուք ինչ նկատի ունեք, բայց այստեղ իրենք մանիպուլացնում են, իրենց լրահոս որ նայեք, գեցես Զելենսկին տեսեք ինչ օպերացիա արեց, Ուկրաինան հեսա չգիտեմ, Պուտինը մտավ սեղանի տակ վախից բան, սենց հայացքով նայեց։ Այս տրամաբանության մեջ են, սա է վտանգավոր։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։